Ողջույն բարեկամներ, ուրախ եմ ձեզ նորից տեսնելու համար, չենք մոռանում սեղմում ենք լայքի կոճակը եւ ընթացքում եթե կարծիք ունենք, ասելիք ունենք, անպայման գրում ենք, որովհետեւ ես սիրով կարդում եմ, ինձ հետաքրքիր է ձեր ամեն մի միտքը, ամեն մի եզրակացությունը, սա ինձ թույլ է տալիս կողմնորոշվելու եւ հասկանալու արդյոք ինչի վրա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել եւ ընդհանրապես իմաստ ունի այն ամենը ինչ իրար է տանում ենք, թե ոչ։ Եվ անպայման չմոռանաք տարածելու մասին տեսանյութը եւ օգնելու համար ալիքին, որը շատ կարեւոր է մեր աշխատանքները շարունակելու համար։ Հաղորդում ուզում սկսեմ հենց այս նկարով, ասեմ ինչի հենց այս նկարով։ Տուն գալուց ականջակալներով այդպես երաժշտություն էի ման գալի հարմար մի քիչ խաղաղվելու համար ու ձեռքից տակ ընկավ Բեթհովենի 5-րդ դաշնամուրի կոնցերտը, որը կոչվում է կայսերական։ Ով երաժիշտ է երևի շատ լավ կհասկանա ես ինչ եմ ասում։ Գիտեք, ով էլ երաժիշտ չի կարող եք փնտրել գտնել 5-րդ դաշնամուրի կոնցերտը Բեթհովենի եւ ասեմ ինչու եմ դրա մասին հիշում հիմա եւ ինչու են այս նկարի ներքո։ Այդ երաժշտությունը ինձ բերեց էլի այն մտքի, որ մեզանից վերև մեզանից շատ հզոր բաներ կան, հա, որոնք հավերժ են, որոնք չեն քննարկվում։ Ու դրանք տեսանելի են եւ ընկալելի են բացառապես Բեթհովենի նման կամք ունեցող եւ ուժեղ մարդկանց, ովքեր դա տեսնել եւ զգալու ունակություն ունեն։ Սովորական մարդիկ դա չեն տենում, չեն զգում դրա հզորությունը եւ դրա համար էլ երևի նշանակություն չեն տալիս ինչա դա։ Երևի նկատել եք, որ ամեն հաղորդման ժամանակ ես անպայման մասի սարին եմ փորձում ինչ-որ ռակուրսի տակ, չնայած իրեն ոնց ուզում ես նայ ինքան կրկնելի է, այդ մեզ բոլորիս համար հիշեցնելու համար, որ ինքը լավագույն օրինակն է մեր համար, ինչի պիսին պետք է լինել եւ ինչեր կարող էին մեր հետ կատարված լինել, եթե մի քիչ մենք թույլ ու փխրուն լինեինք եւ ինչն է մեր իրական հենարանը մասիս սա ասել թե մենք մեր պատմությունով, մեր հզորությունով, մեր իմաստությունով, մեր կանգնելու, հարատևելու ներքին ցանկությունով։ Սենց որ լսում ես, նայում ես մեծ պատկերով, ես ամիջին հասկանում ես, որ ես առօրյա այն խնդիրները, որ մեզ նյարդայնացնում է, ուզում է երբեմն ընկճի, միանգամից դառնում է փոշի, պատմության փոշի, անցողիկ ինչ-որ մի հատ տհաճ, երբեմն աջունոտ պահ, միջադեպ, որից հետո մեկը դու մնում ես, քո տեսակը մնում է, բայց դու այդ ամեն ինչը կարող ես տեսնել, եթե դու հենց այդ մեծության մեջ ես, դու քեզ չես մանրացնում եւ չես խառնում այն շակալների ողմակին եւ չես դառնում իրենցից մեկը։ Սա շատ կարեւոր է։ Եվ հաղորդում ուզում եմ սկսեմ, ես քանի օր չէի խոսում սրա մասին, այս միջադեպի մասին, բայց այսօր երևի անպայման սան անդրադառնամ, որովհետեւ ես սա մասին ոչ անձնավորված շատ եմ խոսացել, որ այս իշխանության ներկայացուցիչները պետք է շատ զգույշ լինեն մի բանից, որ հանկարծ կարող է իրենց բարեկամները, իրենց երեխաները չլինեն այնպիսին, ինչպիսին իրենք են։ Եվ իրենք դառնան հենց այն թիրախը, ինչի դեմ իրենք լարել են ամբողջ մի ժողովուրդ, ամբողջ մի համակարգ, իրենք դառնան այդ ատելության, կեղտի, կեղծիքի հենց թիրախն ու տուժողը, զոհը, ինչը որ եղավ 2-3 օր առաջ։ Ես շատ հպանցիկ անցա, բայց հիմա ավելի մանրամասն դրա մասին ասեմ։ Ինչն էր խնդիրը Աբովյանում սպանված երիտասարդը, հա։ Որովհետև այս հրաշք երիտասարդը պահպանել էր եկեղեցու պատիվը եւ չէր հանդուրժել եկեղեցուն հայհոյողներին։ Այսինքն մի բան, որ անում էր կողքի Օսկար Արտակ Զենյանի մասին է։ Բարձում է սպանվողը իր բարեկամն է, եղբորորդին է կամ շատ մոտիկ բարեկամ է։ Պատկերացնում եք։ Պահելը կաթողիկոսի եկեղեցու պատիվը, որի համար սպանվել է։
ինքը հակառակ է գնացել իր բարեկամի եւ այս ամբողջ իշխանության ցանկությանը։ Ինքը ուղղակի բարձվել է լավ տղա է։ Այս տղայի ծնողները, եթե ուզում են պատժեն իրական մարդասպանին, սա չի։ Ու միակ նայեք իրանց հետևորդները ինչպիսին են, սա նայեք, հա։ Սպանել եմ ու չեմ էլ զղջում, վռացել եմ կնգաս, որ մորթեմ սպանեմ, արդեն այնքան եմ խփել, արդեն ջնջված էր։ 2 տարեկան, 1-4 տարեկան երեխան վազան մոտ սառած արծուքներ աշտերներին գոռալով։ Պապա չէ, դրա խաթր երեխեքի խաթր։ Սա են ստեղծել, սա են ծնել, մարդ որ արդեն 11 տարի առաջ մեկին նույն ձև սպանել էր եւ դատապարտվել էր դրա համար 11 տարվա։ Եվ սրանց քարոզչության, սրանք տեսակին մենակ սա կարող է հետևողը լինել։ Մենակ այս տեսակը կարող է սրանց պաշտպանը լինել, սրանց գործիքը լինել, որը պարզվեց կարող աշխատի հենց իրանց դեմ։ Ես դա բան եմ ասում, այսօրվա ցանկացած ԿՊ-յականի, ցանկացած ուժայինի, ցանկացած գործիքին եմ զգուշացնում, ձեր երեխեքը կարող է լավը լինեն ձեզանից։ Ու ձեր սրած բիզը, ձեր սրած դանակը գա մտնի հենց ձեր տուն։ Ես ամեն անգամ դրան զգուշացել եմ, սա տիպիկ հետևանք է։ Այնպես որ զոհված տղայի ծնողները, եթե ուզում են ինչ-որ մեկին էլ պատժեն, դա մենակ այս մարդասպանը չի, այս մարդասպանին հենց այսպեսին դարձված այս ոհմակն է։ Այս Ստյոպիկ Սաֆարյան, ինչ-որ պիցացրողություն, Խուշուդյան, արդեն Ազատ Ախշակյան, որի մասին իմ ավելի շատ կարող եմ խոսալ, որ իմ ընկերների մեջ է եւ այլևս իմ ընկերների մեջ չի։ Իմ ընկերների մեջ չեն կարող լինել անբարոյականներ, մարդասպաններ, որոնք ծնում են այս տեսակը, որոնք սպանում են այս տեսակին։ Այնպես որ սպանվածի ծնողները, եթե ուզում են մեկին էլ պատժեն, դա պետք է լինի Արտակ Զեննանյանը, իր հարազատ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ բոլոր նրանք, տեսնեք այս սեղանի շուրջ։ Եվ ոչ միայն այս սեղանի շուրջ։ Բոլոր նրանց, ովքեր սերմանեցին այս ատելությունը եկեղեցու նկատմամբ, սերմանում են այս ատելությունը հայ մարդու նկատմամբ, բաժանեցին հասարակությունը այն աստիճանի, որ կարող է հայ երիտասարդի սպանի եկեղեցուն պաշտպանելու համար։ Հասկանում եք, սա կենցաղային բան չի, որ ասենք աղջկա համար չի, չգիտեմ ինչու, կենցաղային բան չի, եկեղեցուն պաշտպանելու համար։ Ու ինչ է կարծում ես, տականքը պետք է հայոյ եկեղեցուն, եթե սրանց քարոզը չլիներ, սրանց այս լցած թույնը չլիներ, դուք եք սպանել այդ տղուն, այս տականքի ձեռքով։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանի մարդասպանությունների այս ամբողջ հավաքական թվի մեջ ավելացավ եւս մեկ լուսավոր երիտասարդ։ Հասկանում եք դուք ինչ եք անում։ Արտակ Զենյանը եկավ կապավ քեզ ու շատ հնարավոր է որ մտնի ձեր բոլորի տներով, որտեղ անկախ ձեզանից կարող է ձեր բարեկամը կամ ձեր երեխան մարդ ինքնուրույն իր ընտրությամբ մարդ դուրս գա։ Բնական չէ։ Ճիվաղը գործուղելա փասոն լավ լսենք Բորիսին։ Ընկերներ քիչ առաջ հայտնի դարձավ հարցման տվյալներ, որը իրականացվել է իրավապահ համակարգի կողմից եւ Նիկոլ Փաշինյանի պատվերով, այդ հարցման տվյալներից ակնհայտ է դառնում, որ քաղաքացիական պայմանագիրը վաղարշաբաթ խոշորացված համայնքում պարտվելու է ընդդիմադիր հավաքական ընդդիմությանը։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի պատվերով իրականացված հարցման տվյալները հետևյալն են. քաղաքացիական պայմանագիր 37.3%, հաղթանակ դաշինք 35.9%, Մայր Հայաստան կուսակցություն 18%, Հայրենիք կուսակցություն 4.7%, Ժառանգություն կուսակցություն 3.5%, Ազատ դեմոկրատներ կուսակցություն 3.2%, Հանրապետություն կուսակցություն 1.5%, Համահայկական ճակատ կուսակցություն 1.1%,
Այսպիսով կարող ենք վստահորեն ասել, եթե կոպիտ միջամտություններ չլինեն, Կիրակի օրը հաղթանակ Մայր Հայաստան կուսակցություն եւ Հայրենիք կուսակցությունների համագործակցությամբ վաղ շաբաթում կձևավորվի նոր իշխանություն եւ մենք կազատվենք քաղաքացիական պայմանագիրից, ինչը կլինի հանրապետական մակարդակով իրենցից ազատվելու նախերգանքը։ Սիրելի Ես că Փաշինյան Նիկոլի տրամադրությունը գցեմ։ Այդ քո ուժայիններն են, որ բերել է թվերը դեմդ դրել են, այդ էլա կեղծ։ Ինչպես դու ես կեղծ։ Այդ էլ են քեզ ուզեցել ասել այնքան էլ կորած չես, այնքան էլ 0.1% չես, 1% չես, 37 ձգում ես, բայց հավաքական պարտվելու ես։ Իրենք քեզ դա են ասում։ Բայց քո տրամադրությունը պետք է գցեմ 37% չկես։ Բացարձակապես։ Ու դա էլ լավ գիտես։ Ամեն դեպքում դու պարտվելու ես։ Եվ բոլոր նրանք, ովքեր դեռ հույսեր են կապում այս խորտակվող նավի հետ, իրանք պետք է հասկանան, որ արդեն դուք պարտվել եք։ Այն էլ այն դեպքում, երբ որ ամբողջ կուսակցական ռեսուրսը շպրտած է այս միջոցառման վրա, լսենք ինչ է ասում Ռուբենը Մխիթարյանը։ Բարի երեկո սիրելի էջմիածինցիներ, բարի երեկո վաղաշաբաթ խոշորացված համայնքի սիրելի հայրենակիցներ։ Նոյեմբերի 16-ին դուք մասնակցելու եք ընտրությունների եւ ընտրելու եք ձեր նոր համայնքապետին։ Եվ ես որպես Գյումրիի ավագան ներկայացուցիչ որոշեցի ձեր հետ կիսվել մեր փորձով։ Իսկ ինչու՞մ է կայանում այդ փորձը։ Գյումրիի ընտրություններից առաջ իշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակեց վարկանիշային մի աղյուսակ, որով մոտ 46% էլեկտորալ վստահության քվե էր տալիս իշխանության ներկայացուցին։ 20%։ Տեսակ, ես նույն բանն եմ ասում, Փաշինյան Նիկոլ, քեզ 46 էին ընդեղից նկարել, ասելով, որ դու 46 կաս, բայց չես անցնելու։ Իրականում կերծելով բանով հազիվ դու 30 ասար։ Ստեղ ավելի քեզ քիչ են տալիս 37, նշանակում է դու 20%-ներ չես արտելու։ ԿՊ-ի նավը առնետներով լի, ծերից ծեր լցված, ինքը խորտակված է արդեն։ Գիտեք ովքեր են փրկվելու, ով շուտ փախն։ Շանսը փրկվելու ավելի մեծ է։ Լսենք շնորհակալություն։ Տալիս էին Վարդան Ղուկասյանին, իսկ այդ թվերով ես, Ռուբեն Մխիթարյանս, Մարտուն Գրիգորյանը եւ Կարեն Սիմոնյանը ընդհանրապես չէինք հաղթահարում ավագանու անձողիկ շեմը։ Մարտի 31-ի արդյունքների ամփոփումը ցույց տվեց ոչ միայն այդ աղյուսակի սին լինելը, այլ արդյունքները փաստեցին, որ ես, Մարտուն Գրիգորյանը եւ Կարեն Սիմոնյանը 2.5-ից 3 անգամ ավելի շատ ձայն ենք հավաքել, քան նկարված էր այդ աղյուսակում։ Հասկանում ես, չի վաղ։ Նույնիսկ ԱԱԾ չի կարողանում կեղծի այնքան թվեր քեզ հույս տա, որ դու չնայած կենտրոնացել ես ամբողջ քո ռեսուրսը Թալինից, Գորիսից, չգիտեմ, որտեղից ասես բերել ես, նույն մարդկանց, նույն դեմքերի, որ հետդ քաշ ես տալի, ոչխարի նման, հոտի նման քշում ես քո բոլոր միջոցառումներին, արդեն բոլորի դեմքերով էլ գիտենք։ Նույնիսկ այդ բանակայում քո ԱԱԾ-ն ասում է դու պարտված ես։ Գյումրու 46%-ի փոխարեն քեզ տեղ ավելի քիչ է տալի, իսկ քեզ գաղտնիքն ասելու 10%-ից ավելի չես հավաքելու, կեղծելով հազիվ դու դզես 20-ը, որը նշանակում է դու արդեն կորած ես, հիմա կարաս վենեքդ կրծես արդեն այսօրվանից, իսկ մնացածը պետք է շատ լավ իմանալ։ Ասում եմ, вовремя предать, это не предать, это предвидеть։ Հիշում եք հայտնի Գարաշվիլը, ժամանակին դավաճանելը, դավաճանել չի, դա կանխատեսել է։ Իսկ ինչ է նշանակում ձեր տեսակի համար դավաճանելը։ Այ ոսի տղեկ կներեք էլի, դուք այդպես բաներ եք դավաճան եք։ Դուք այդ անուն ազգանունով ծնվել եք, մի բանի տղա։ Դավաճանելը ձեր պասպորտի մեջ է գրած որպես հայրանուն, ասենք չգիտեմ, Հարություն Մկրտչյան դավաճանի, կամ ասեն Հոսեփ Խուշուձյան դավաճանի, կամ Ազատ Արշակյան արդեն դավաճանի։ Քանի որ հիմա հանած անգեների մեջ, հիմա ես իրան ուղիղ կարող եմ ասեմ, որ ես չեմ ընդունում դավաճանությունը։ Ու ոչ մեկի անցած կյանքը իր համար չի կարա ինդուլգենցիա լինի։ Լավ է, պաշտպանող չեղա ոչ մի։ Որ ոնց չի կարելի տես մեղադրանք, բոլոր ափսոսասին։ Հասունանում է մեր հասարակությունը հասունանում, հասկանում է, լավ, ասենք եղել է այնտեղ, այսօր դա պետք է տան։ Վերջ։ Take it as is։ Վերցրա
Ոչ նայի ինչ որպես ինչ կա մի գցի քեզ տվայ տանկների մեջ ոնց ինչպես կարող է մարդը պատերազմ էր անցել բանտեր էր անցել էս ու հիմա հա անցել է ու հիմա ես հիմա շատ վերջի դեպքերից հետո սենց դանակի նման կապտում ու շպրտում եմ շատ նորմալ եմ նայում արդեն որտեղ արդեն կարա լինի հա էլի մերա բան չի ասում անես որ առնետներ բոլոր չափերի ձեր նավը խորտակվում արդեն իսկ երկու օրից դա բավերագրվելու է ուղղակի փաստագրվելու է հիմա շարունակենք լսելով Եվ 4 ընդդիմադիր ուժերով մենք կարողացանք Գյումրիի համար ընտրել ընդդիմադիր քաղաքապետի։ Հիմա այդ նույն լրատվամիջոցը իշխանական այսօր հրապարակել է էլեկտորալ վարկանիշային աղյուսակ վաղաշաբաթի ընտրությունների համար, որտեղ իշխանության ներկայացուցիչի համար նկարել են 50+% ձայներ։ Սիրելի էջմիածինցիներ, սիրելի վաղաշաբաթ խոշորացված Երեսա ուրիշ ինֆորմացիա 37 համայնքի հայրենակիցներ։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Նոյեմբերի 16-ին անպայման գնացեք ընտրությունների եւ կապ չունի դուք փաստացի էսպային որտեղ եք բնակվում։ Եթե դուք ունեք ընտրելու իրավունք, ապա եթե նույնիսկ բնակվում եք Գյումրիում, Երևանում, Մաշտարակում կամ Վանաձորում, դա ձեզնից խլելու է առավելագույնը օրվա ընթացքում 4 ժամ։ Մի խոսքով պետք է գնալ ու պետք է մասնակցել։ Հիմա տեսեք ում են վերման ենթարկել մի հատ վաղաշաբաթի համայնքապետի ընտրության Հայաստանի պաշտպանության նախարարին հասկանում եք Հայաստանի պաշտպանության նախարարին քութիկի նման շան քութիկի նման տանում են վերման են ենթարկում պատարակների փոքրիկ հավաքների փոքրիկ համայնքապետերի ընտրությանը Այս հասկանում եք ինչ ավերածված պետությանը պետությունը ինչի ավերածված դուք պատկերացնում եք հասկանում եք ինչ է նշանակում պաշտպանության նախարարություն ինքը պաշտպանության նախարարը որտեղ ծառայում են բոլոր ռեգիոններից բոլոր քաղաքներից բոլոր քաղաքական կրոնական ճաշակներ եւ նախընտրություն ունեցող բոլոր զինվորները ու այդ ամենի նախարարը մասնակցում է շան նման Նիկոլասս քթից բրած տանում է կանգնացնում է որտեղ իրան պետք է որտեղ սրանք բոլորը հասկանում են որ իրանք ընդամենը մի հատ մաշած թուրքական արտադրության ոչինչին ոչ մի բանի պետք չկած այսինքն անպետք ուսապարկեր են եւ այն պահից որ ճիվաղը գահինկեցա լինում իրանք դառնում են բոլորը թիրախ քայլող թիրախ ու հարցնում են խախտում չկա որ թիկնապանելով եւ ծառայողական մեքենաներով եկել եք մասսացնելու քայլող արշավի հարց են տալիս Սուրեն Պապիկյանը Սուրեն թիկնապանելով ամբողջ բաներով քո ռեսուրսներով եկել ես այսենց ես էլ բանն է ալենն է հենգնում եք բա դուք պատկերացնում եք եթե ասենք ոչ թե մի տեղ լինի ընտրություններ սա է թալինցիկ են նայեք վաղաշաբաթցի չկա վաղաշաբաթցի չկա բերել են նույնիսկ ազգային ժողովի նախագահին են տարել իր ամբողջ բանով պաշտպանության նախարար ազգային ժողովի նախագահ տարել է որ մի այդ համայնքում կարողանան ընտրություններ արդեն մի համայնքում բավոդեսի ասենք 3 տեղ լինի դրա համար էլ քանի որ Գյումրին ու Փարաքարը միաժամանակ եղավ երկու տեղներ պարտվեցին ստեղել են պարտվելու որտեղ ամեն դեպքում սա սուրբ քաղաքն է սա էջմիածինն է սա վաղաշաբաթն է ստե կատակներ չկա ստե սրբապղծին չեն ասում դելա ոչինչ իրենք հասկանում են որ պիղծը չի կարող իրենց ղեկավար լինել ղեկավար պիղծը չի կարող իրենց ղեկավար լինել էնել այդ սուրբ քաղաքի ղեկավարը չի կարող պիղծ լինել հասկանում այս դեմքն պատրաստում Հայաստանը ղեկավարի դա ամբողջ քալինը ստեղա ամբողջ քալինը ստեղա դեմքերին է Սմա 100 հոգին ամբողջ Թալինը չի լրիվ դեբիլ է չէ բառն ասում է 100 հոգի բերելա Թալինից եթե սա կատարել ապուշ չի թիվը կասեր
Չնայած ինքը թիվը ասում է, գիտեք ինչ եմ, ոչ թե որ մենք հասկանանք, որ ինքը ապուշ է, այլ որ ասի Նիկոլի ես 100-ի մարդ եմ բերել։ Ինքը դրա համար է թիվն ասում։ Որ հետո Նիկոլը 2-0-ով 2 ակաժները չփոքի ասի, բայց ես 100 մարդ եմ բերել։ Բայց այնքան ուղեղև ինտելեկտ չունի, որ դա չասի եթերում։ Այն ինչ որ տեսնում եք 100-ի ես տեղ մեկ է սև հավաքված էս։ Տրանս գիտեք ինչի վրա եմ, ինչ եմ նմանացնում, այն տեսել եք կինոների մեջ տեսակ կլեք մարտի դաշտ պատերազմից հետո դիակներ եւ այդ դիակների վրա ֆրֆրացող անգղներ, որոնք դիակներ են մտում։ Այս բանը, այս Հայաստանի մեռնող մարմնի վրա այս անգղներն են։ Ու դեռ սպանում են, իրանք մտածում են երբ վերջո մեռնելու այս մարմինը, որ իրանք կշտանան, այդ չեն հասկանում, որ այս մարմինը մեռնելուց հետո իրանք են մեռնելու։ 1900-ի կարգ է։ Հա, բայց 100-ին այժմենայն ուստեղ են։ Լավ է։ Դերսանց դեմքերն են։ Լավ է։ Վայ, հոր, սարը, դնել եկել է վարիսան։ Մարիո լապը։ Բարև դբր։ Մարիո լապ։ Ես գիտեք ո՞ա։ Այն որ համ ԿՊ-ական է, համ սարկավագ է։ Ես ոստեղ է, ինքը ինչ է պետք անել։ Ասում Անցիպերիա Նատաշա։ Ինքը ամեն ինչ է, եւ սարկավագ է, եւ ԿՊ-ական է, եւ եկել բանը, վարշապատում ընտրությունների է եկել մասնակցի։ Ամեն ինչ է, խնդիր չունի։ Էս է իրանց ռեսուրսը, ուրիշ չունեն, պետք է ճիշտ կամ ասենց, սարիգը։ Մարդ որ պարտվել է, ինքը եկել է, որ որպես վատ փորձի կրող Եկել եք, որ Տարոս Արվիշտի Մեխակյանի լիներ, պարտվեր, հա։ Ամենաշատ ձայները հալած։ Եկել եք օգնեք, որ ինքն էլ պարտվի։ Ճիշտ է հարցնում։ Վաղաշապատի։ Բա Գյումրիում էլ եք հաղթում։ Մի ամբողջություն չեն անել։ Լավ ասեց, ասում եկել ենք, որ ամենաշատ ձայները ինքը հավաքի, ասում բայց դու Գյումրիում էլ եք ամենաշատ հավաքում, ասում հիմա բանը միամտություն չի լինի, լսեք։ Մի ամբողջություն չեն անել։ Անել տեմպով նորեգազներին ցան չեն տա։ Գյումրեցիները մի ամիտ են, գազդիր է, հավատացել է, այստեղ չեն հավատա։ Պարոն Մեխակյան, հանրահավաքին մարդկանց թիվը քիչ էր, մենք շարքերում շրջում էինք, գոհ եք հանրահավաքից։ Շատ գոհ եմ ու ձեր սպասվածից էլ շատ եմ։ Եկեք մենք նկարել ենք, կարող եք տեսնել։ Մեր նկարածը դուք էլ կարող եք հաշվել։ Հաշվեք, խնդրում եմ հաշվեք։ Եվ նա Ինքի գոհ, որովհետև փաստորեն Էջմիածնից մարդ չի եղել այնտեղ։ Մարդ չի եղել։ Լցել են ավտոբուսը գլխականակով, բերել հասել այնտեղ։ Ինքը որ մենակ լիներ, ոչ մի բան չէր լինելու։ Նույնիսկ Երևանի փոխքաղաքապետն է այնտեղ ասում, վարշապացիները թույլ չեն տա, որ Գյումրիի սցենարը կրկնվի իրենց համայնքում։ Պատկերացնում եք։ Ձեր տրամադրությունը պիտի գցեմ։ Ավելի վատ է լինելու, քան Գյումրի։ Ավելի վատ, որովհետև տեխնացուներից ոչ մեկ Վարդանիկ Ղուկասյան չի։ Ու ոչ մի հանցագործությունների չի ասոցացվում։ Գյումրիում Վարդանիկ Ղուկասյանի փոխարեն եթե լիներ նեյտրալ մարդ, նեյտրալ։ Դուք այդ 30%-ը չէիք հավաքի։ Քաղաքապետ, փոխքաղաքապետ, ԱԺ-նախագահ, պաշտպանության նախարար, լուզեր քաղաքապետի տեխնացու, մի խոսքով ինչ փափոն կա, մոբիլիզացնել են այնտեղ որ ընդհանուր միջև սրանք, հիշում եք սրանք։ Փաստորեն դուք ոչ միայն Հովանավանքում բադարակին եք մասնակցում, այլև քաղաքացիական պայմանագրի ընտրություններին եւ անմասն չեք մնում իրենց քարոզարշ։ Աշխատանքից հետո բնականաբար միանում եմ քաղաքական թիմից։ Մենք տեսանք, որ շեշտեցիր երկու հանգամանք, որ դու աշխատանքից հետո ես դա անում, մեկ էլ դա քո քաղաքական թիմն է։ Դե մնում է հետո այս ամեն ինչի համար դու կարողանաս պատասխան տալ ստեկին։ Բայց ինչ է ստացվում, որ նույն կազմը, նույն ամեն ինչը
օգտագործելով սրանք փորձում են դե չունեն ուրիշ ռեսուրս։ Փորձում են ինչ-որ մի բան փոկել վարաշապատից։ Ժորժը, սիրելիներս, այդ 30%-ն էլ պետք է չհավաքեն։ 20%-ն էլ պետք է չհավաքեն։ Ում ուզում եք ընտրեք։ Ում ուզում եք ընտրեք բացի այդ երկու վիժվածքներից։ Ում ուզում եք ընտրեք։ Սրանք 0 ձայն պետք է հավաքեն։ Դուք պատկերացրեք ինչ է լինելու ԿՊ-ում, եթե ստեղ էլ իրանք պարտվեն։ Իրանք հասկանալու են մի բան, նույնիսկ պաշտպանության նախարար, ազգային ժողով, քաղաքապետ, ամեն ինչին իրանք հոտին բերում են ընդեղ, այդ դա բան չի փոխում։ Բա որ համապատական ընտրություն եղավ, այդ 300 հոգին, որ գլխականակով վերել են, իրենք չեն կարող ամբողջ Հայաստանով ցրել ամենտեղ։ Ամենտեղ կարող ունեն մի հոգի, նշանակում է իրանք մարդ չունեն, ու իրոք իրանք մարդ չունեն, ռեսուրս չկա։ Այսինքն ես հիմա ասեմ ինչքան ռեսուրս ունեն։ Անկեղծ ասեմ, 14000 մասնակից։ Ոչ մեկ այսքան մասնակից չունի, ես ձեզ պետք է ասեմ։ Մարդիկ դնում են քննարկումներ, բայց 14000 մասնակից, չգիտեմ, քանի հոգի կարող ասի, ես 14000 մասնակից ունեմ իմ քննարկություններին։ 14000 մասնակցից իրենց համարում են, որ իրենք օրինական օրենքով երկիրում են ապրում եւ օրենքով պաշտպանված են 14%-ը։ 14000-ից 14%։ Սա է Փաշինյան Նիկոլի ռեսուրսը։ Դուք պատկերացնում եք սա, զգում եք, չէ՞, Փաշինյան Նիկոլի ռեսուրսն էլ է այսքան։ Հենց այսքանն էլ հավատում է, որ ինքը օրենքով պաշտպանված է։ Այսինքն մյուս տեսակետից, մյուս կողմից որ հարցին նայես, փաստորեն ասում են, եթե դու իշխանության հետ ես, մենակ այն ժամանակ ես դու օրենքով պաշտպանված։ Նշանակում է, որ սա պետություն չի։ Եթե դու օրենքով պաշտպանված ես զգում, որտեղ դու իշխանության մաս ես, ուրեմն դու օրենքով պաշտպանված չես։ Այս 14%-ն էլ մեծ մոլորության մեջ է, շատ մեծ, որտեղ երեք չէ ասացի, Կաշքին Պաշտոնյան մեկը $300,000 տուն է առել, բարձում է նույն տունը իրեք տեղ ծախել են, չի կարողանում իր փողերը հետ ստանալ։ Համակարգի մաս, բայց բարձվեց, չէ, չկա օրենք։ Այս 14%-ն էլ մեծ մոլորության մեջ է, եւ եթե ինքը մտածում է, որ ինքը Նիկոլի կողմից է, ինքը օրենքով պաշտպանված է, չէ։ Ձեզանից ոչ մեկ օրենքով պաշտպանված չի։ 80%-ը հստակ համոզված է, որ օրենքով պաշտպանված չի։ Սա խայտարակ մեծ թիվ է։ 80% համոզված լինի, որ օրենք չկա, օրենքով ոչ մեկ պաշտպանված չի։ 4%-ի համար օրենքը գործում է կամային սկզբունքով, այսինքն գոնե 4% կա, որ մտածում է կամային սկզբունքով անանում։ 80% ասում է, չէ, եղբայր, նույնիսկ կամային չի։ Չկա, ոչ մեկ պաշտպանված չի օրենքով։ Սա է Փաշինյան Նիկոլ, քո այսօրվա պետության դեմքը, քո վստահության ռեյտինգը, ու սա նշանակում է, դու ոչ թե ղեկավարում ես պետություն, դու չես ղեկավարում պետություն, դու ես պետությունը վերածել ես ոչ մի բանի, որտեղ եթե մի երկրում 14%-ն հավատում օրենքին, այդ արդեն պետություն չի։ Հիմա ասենք մյուս կարևոր թեմային, Երևանում որոշել են աղոթքի նախաճաշանել։ Հայաստանը, մասնավորապես Հայաստանի ղեկավարությունը այնքան հավատացյալ, այնքան կրոնի մոտ կանգնած է, որ ինքը առանց աղոթքի նախաճաշ չի կարողանում։ Ուզում ես ռեպորտաժը նայենք իրար։ Հյուրեր Մայրոցի Տիգրան մեծ սրահում կնախաճաշեն ու համատեղ կաղոթեն։ Հյուրանոցից մենյուն հրաժարվեցին գաղտնազերծել, բայց աղոթքի նախաճաշերում ընդունված է սեղանին սերուցքային պանիր, վարսակի փաթիռներ, նարնջի հյութ ու սուրճ դնել։ Այս պատմության մեջ հանդիսավորն ամենևին էլ նախաճաշը չէ։ Ամենուս համար նոր է խոսակցությունը անգլերենով շարունակեմ, it's about coexistence։ Մասնակիցներից Ռուբինա Հովանիսյանը կարճ ընդմիջման էր դուրս եկել, մի քիչ լուսավորեց։ Մեր կառավարությունից անդամներ են եղել Վաշինգտոնում, որտեղ եւս աղոթքի նախաճաշ է լինում բարբերաբար, եւ մտածել եմ, որ լավ գաղափար կլինի նույնը նաեւ Հայաստանում կազմակերպել։ Քննարկում են տարբեր թեմաներ, հիմա կոնկրետ հենց քննարկումներ են գնում եւ քաղաքական եւ ընտանիքի շատ տարբեր սկզբունքային
թեմաներ, օրինակ նույն ինքը աբորտի մասին են խոսում, թե ինչով է վտանգավոր Հայաստանի համար, խոսում են Թրամփի ճանապարհի մասին, հա, խաղաղության ճանապարհի մասին խոսում քննարկում։ Ով է կազմակերպել հայաստանյան առաջին աղոթքի նախաճաշը։ Պաշտոնական կայքեջում կարդում ենք հայաստանյան քաղաքացիական հասարակությունը Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ։ Քաղաքացիական հասարակություն Փաստորեն հայաստանյան քաղաքացիական հասարակություն կա, որը փաստորեն Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ ասակարարվել է։ Ու փաստորեն այդ քաղաքացիական հասարակությունը ոչ թե հասարակություն է, այլ մի հատ խումբ, որը փող ստանում Փաշինյան Նիկոլից։ Այսինքն փաստորեն մի ժամանակ միջև Փաշինյան Նիկոլ մենք ունենք քաղաքացիական հասարակություն, որը չէ փող ստանում կառավարությունից։ Այսօր ասում են վերջ, դու այսօր բան ես, ինչ որ պոակ, այսօրվանից դու ես քաղաքացիական հասարակությունը, ես քեզ փող եմ տալիս, որ դու լինես իմ քաղաքացիական հասարակությունը, լավ է, չէ՞։ Ասելով հավանաբար նկատի ունեն մի նորաստեղծ աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ, որը ղեկավարում է վարչապետի տիկնոջ կրթվելը նորաձև է ծրագրի համակարգող Ստեփան Սարգսյանը։ Բա հիմա մեզ կրթեցին, հիմա արդեն քանի որ կրթվել են նորաձև չի, անցավ, դպրոցներ ենք փակում, դե հիմա մոդուշում են մեզ մաքրել, նույն պոակը, նույն, որոշել է մեզ հոգեպես մաքրել։ Նորոգել Հայաստանի հոգևոր հիմքերը, ամրապնդել քրիստոնեական արժեքները։ Ըստ կազմակերպիչների, սա է այս միջոցառման նպատակը։ Որևէ կապ չունի Մայրաթորը կազմակերպչական աշխատանքների հետ։ Մայրաթորը սակայն մասնակցության հրավեր ստացել է, շեշտեց Տեր Եսայի քահանան։ Դանիել եպիսկոպոսն է ներկա եղել կարճ ժամանակով։ Մեկ պանելային քննարկմանը մեր Մայրաթորից մասնակցությունը այդքանով է եղել։ Աղոթքի շուրջ համախմբվելը լավ է, բայց չգիտենք արդյոք սա քաղաքական հավաք է, հոգևոր ինչ ազդակ ունի։ Ամեն դեպքում հայ եկեղեցու ավանդույթի հետ կապ չունի, ընդգծեց Մայրաթորի ներկայացուցիչը։ Աղոթքի նախաճաշի շուրջ համախմբում մի փուլում, երբ իշխանությունը եկեղեցական վերնախավի մասին խոսում է ամենավերջին բառապաշարով։ Հոգևոր նորոգում է սա, թե քրիստոնեական արժեքների ամրապնդում։ Իհարկե հոգևոր նորոգումը, ուղղակի այդ հոգևոր նորոգումը երևի իրանք պատկերացնում են սենց։ Հոգևորականներին պետք է լսենք բանտերը, որտեղ իրենք ավելի ամրացած որպես հոգևորական դուրս կան։ Այ դա հենց հոգևոր նորոգումն է։ Իրենք դա են անում, էլի։ Թե չէ գիտեք ինչ, ազատության մեջ, ծառայության մեջ հոգևորականը ինչ հոգևորական։ Հոգևորականը պետք է մի հատ բանտ անցնի, մի հատ սենց գնանք իրան տնով ահաբեկենք, երեխեքը վախենան, կինը վախենա, հայրենիքների դա ամրացնում է հավաքը, այ որ իրանք հավատքը, այ որ ասում են հոգևոր վերակառուցում, մաքրում, հենց երևի դա է նկատի ունենք, փաստորեն։ Հայաստանի նախագահի ելույթում ոչինչ չեն գտնի, վերջին կես տարում ներհայաստանյան առօրյան փոթորկած թեմայի մասին։ Այսպիսի հարթակները Հայաստանի նախագահն է խոսացել։ Նախագահ, Հայաստանի գլխավոր քելեխուտողը, թաղման գլխավոր մասնակից։ Աղոթքի խորհելու բաց երկխոսության ունեն առանձնահատուկ նշանակություն։ Դրանք հիշեցնում են, որ տարբեր կարծիքներն ու հավատքները կարող են միավորվել ընդհանուր նպատակի շուրջ, հանուն համերաշխության եւ խաղաղ ապագայի։ Արագ նյութերում է չենք մտնած, գիտեք։ Չենք նյութերում է Իրանք չեն մտնում, ոչ մի նյութերի մեջ չեն մտնում, բայց եկել է։ Չենք մտնել, ես զույցերիա գավրի, ոնց չեմ ապրել։ Շվեյցարահայ գործարար Էդմոն Ավագյանը իրադարձություններին հեռվից է հետևում։ Կարողություն ունենք պոզիցիոն բռնելու։ Դա կարողություն չունեն պոզիցիոն բռնելու, Շվեյցարիայից է եկել, անայ փողերի տիրություն անողն ինքն է։ Վստահաբար։ Պորտուգալիայից է եկել քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ Պաոլո Կրուզը։ Ինչ որ բան լսել եմ այդ մասին, որ հոգևորականներն ու քաղաքական գործիչները պայքարում են։ Լավ կլինի լիահույս է աղոթքի նախաճաշի հրավիրյալը։ Նա այս միջոցառումը շատ կարևոր է համարում լավ առիթ է խոսել կյանքից, քրիստոնեական արժեքներից, նաև սոցիալական հարցերից։ Արցախցի Ռոզալիա Հարությունյանը ելույթ ունի։ Ելույթում հիմնականում անդրադառնում եմ այն ճանապարհին, ինչ որ անցել է հայ կինը, արցախցի կինը անցնելով Հակարին Արցախից դեպի Հայաստան։ Իսկ արցախցիների Հակարիից հետոյի փորձություններին Ռոզալյան չի անդրադառնա, ասաց ելույթն ընդամենը 8 րոպե պիտի։ 8 րոպեի մեջ ինքը չէր կարող պատմել արցախցիների պատմությունը, էթնիկական զտումը, նրանց հայրենազտումը, փաստորեն ասել են կգաս, հացդ կուտես, խոսաս
Արցախցի կնոջ պատմության մասին, որ ինքը ասնում էր Հակալիի կամուրջը։ Երևի այս տեսակետով մենք ապրում էինք օտարության մեջ ուրիշի հողում եւ մենք Հակալիի կամուրջով եկանք իրական Հայաստան։ Կարող եմ ենթադրել տիկին, այլ այդպես քեզ չեն թողել դու դեր խոսել։ Հասկանում ես ոսա դավաճանությունն է տիկին։ Ստորե։ Լինի նախընտրել է գլխավորն ասել։ Օրինակ, որ հայ կինը անկոտրուն է, ուժեղ կամք ունի։ Երկխոսության լավ հնարավորություն է սա։ Գործարար Հայկ Մարգարյանը եկել էր պատմելու, ինչպես հաջողել բիզնեսում առանց պատվիրանները խախտելու, հոգևոր արժեքները պահպանելով։ Հոգևոր վերնախավի դեմ իշխանական պայքարը իր ոլորտը չէ։ Խնդրում եմ քաղաքական հարցերով իմ հետ չխոսել, հա։ Քաղաքական հարցեր մի խոսացեք։ Այսինքն, եթե դու եկել ես հոգևոր ճաշի, հարցնում են քեզ, հոգևորականներ են Հայաստանում ձերբակալվում։ Քաղաքական ասելով աղսեք է։ Բան չես եկել, սա հոգևոր ճաշ է, քեզ չեն կանչել բիզնեսմենների հավաքի։ Դու հոգևոր նախաճաշի ես եկել։ Հարցը հոգևորականների մասն է։ Դու եկել ես միտեղ հոգևոր նախաճաշի, որտեղ հոգևորականներին ձերբակալում են։ Ասում ես քաղաքական հարցերի մի տվեք։ Երևի անկեղծ եմ ասում, չկա ինձ համար ավելի գարշելի բան, քան էսենց քաղաքականությունից փախնող տղամարդը։ Այսինքն ինչ անշանակում փախնող տղամարդ։ Տղամարդը պետքա ոչ իմանալ չփախնի, պետքա պատասխանատվություն ունենա, որովհետև այն ինչ որ կատարում է քո կողքը, տղամարդը պատասխանատու է համարում իրեն։ Ինքը տղամարդը դրանով է տարբերվում, հա, իքական սերից։ Տղամարդն է որսորդը, տղամարդն է միջավայրի տերը, հողը փորողը, ջուրը գտնողը, մամոնտին սպանողը, չգիտեմ, որսորդը, դա տղամարդու գործն է։ Բայց ինչ է դառնում, լսեն։ This is Yerevan, Միակ տղամարդն է, միակ հավատացյալն է։ capital of Armenia. Աղոթքի նախաճաշի շուրջ հովվերգական մթնոլորտը խախտում է քրիստոնեական համերաշխություն կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդքամփը։ Ոչ մի հայ չխոսեց իրականության մեջ։ Մեկը սուիչերեն եկած է, սուիչարից եկած է։ Մեկը տեղակ չէ, չի ուզում մտնի բանի մեջ։ Ինչին է պետք։ Անայ փողերը լավ տիրություն անում այնտեղ, իր տոկոսներն էլ մեջ ունի։ Ինչին է պետք ինքը այգել նախաճաշա եկել անել։ Ինչ խնդիր ունի, որ միակ ազնիվ տղա փաստորեն ոչ հայնա։ Այն մյուս հայը քաղաքականությունով ինքը չի զբաղվում։ Չկաց ունի, որ նույնիսկ եկել է հոգևոր հավաքի, հա։ Իրավաբան ընդամենը մի հատ նախաճաշը դիակ նախագահի հետ, կամ ասենք պիրց վարչապետի ու կնգայի հետ, էլի։ Ասենք ինքը ինչ ասում։ Հայաստանի իշխանությունը բանտ է նետել 4 հոգևորականի եկեղեցու ավելի քան 20 աջակցի, ահազանգում է նախաճաշի այս հրավիրյալը։ Իր կազմակերպությունը թույլտվություն է խնդրել այցելելու բանտարկյալներին։ Հայաստանյան իրավապաշտպանները մեզ ասում են, որ այս մարդկանց ներկայացված մեղադրանքները երբեմն կեղծված են, երբեմն չափազանցված, այսինքն սրանք քաղաքական հետապնդումներ են, նրանք քաղաքական բանտարկյալներ են։ Ջոել Վելդքամփը մյուս սեղանակիցներին առաջարկում է բարձրացնել այս հարցերը։ Հայաստանի կառավարությունում կարծում են, որ անարգել կարող են ճնշումներ եւ ոչ ժողովրդավարական մեթոդներ կիրառել, ու մենք այդ մասին ոչ մի հարց չենք տա իրենց։ Իդեպ այսօր երեկոյան վարչապետն է ելույթով միանալու աղոթքի նախաճաշի հրավիրյալներին։ Վաղը նախատեսված է այցելություն նաև Մայրաթոր, տաճար ու թանգարաններ կայցելեն հյուրերը։ Նրանցից շուրջ 20 հոգի ցանկացել է ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպել։ Ինձ հետաքրքիր է, որ Մայրաթորը գնա, ինքը էլի ԱԱԾ ուղեկցությամբ է գնալու։ Շատ հետաքրքիր է, էլի։ Շատ։ Իսկ եթե 20 հոգի ցանկություն է հայտնել կաթողիկոսի հետ հանդիպելու, կաթողիկոսը նկարագրելու է, ներկայացնելու է, ինչի ինքը չի գնացել նախաճաշի եւ ինչ է իրականում կատարվում Հայաստանում։ Գարեգին, իրանք իրանց ոտով եկել են քո դուռը։ Ասելու ես ինչա կատարվում։ Թե էլի լավամարդ ես լինելու, փորձելու ես Նիկոլի հետ բարիշես։ Եկել է դուռդ։ Օգտագործելու ես, գավազանով իջնելու ես իր գլխին, թե ասելու ես ներքին կոնֆլիկտա թյուրիմացությունա կանցնի կգնա։ Նայ, եթե էսեն կուլ տվեցիր,
նշանակում է ինքը լեգիտիմ ոչնչացնում է քեզ, ընդ որում քո համաձայնությամբ, որովհետև ինձ շատերը պնդում են, որ ինչ որ հիմա կատարվում է եկեղեցու նկատմամբ, կատարվում է հենց քո համաձայնությամբ ու քո լռությունը հենց դրա հետ է կապված, որովհետև եթե դու չուզենայիր սա, մի հատ գավազանի դոփյունով այս բոլոր մասնակիցները դեռ իրենց երկրներում արդեն հանդիպումներ կունենային տեղի համայնքի հետ, հոգևոր առաջնորդի հետ, իրան կտեղեկացնեին ուր են գնում եւ ով է իրանց դիմավորելու։ Դες ասում եմ, վերսիա է, որին ես դեռ չեմ հավատում, որ դու այս ամեն ինչի մեջ խառնես ու միասին եք ավիրում հայկական եկեղեցին։ Հիմա թե դու ինչ մեսիջ կտաս այդ 20 հոգու, կապացուցի, որ կողմն է ճիշտը։ Ես միամիտ եմ, թե ամեն դեպքում ես ճիշտ եմ։ Որտեղ ես առայսօր դեռ չեմ ուզում հավատամ, որ դու միասին աշխատում ես Փաշինյան Նիկոլի հետ հայ եկեղեցու դեմ։ Մայրաթորից ասացին, վեհապարը կսպասի նրանց։ Դե տեսնենք։ Ամեն դեպքում աղոտ նախաճաշի մասնակիցները կոչ են անում հայ-իշխանություններին ազատ արձակել կալանավորված հոգևորականներին։ ԱՄՆ-ից հայ եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը հիշեցրել է մասնակիցներին, որ իր 3 հոգևորական եղբայրները բանտում են, թվարկելով arczepiskopos Բագրատ Գալստանյանի, Միքայել Ջապահյանի եւ Մկրտիչ Պրոշյանի անունները։ Նրանք բոլորը բանտարկված են ՀՀ կառավարության կողմից, ասել է նա։ Կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը նույնպես խոսել է օգուտ կալանավորված եպիսկոպոսներին եւ խորապես մտահոգություն է հայտնել։ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Ուեկլամպ էսա ինքն ասեց, որ այս իր բանն էր, հենց հարցազրույցներ։ Տեսնենք, կամ ստեղ դու հաղթող դուրս կգաս եւ իրենց իրական ճիշտ տպավորություններով կգնան եւ իրենց հայտարարությունները կանեն որտեղ որ պետք է, կամ կլողոզես, հետո կմնան բանտում, դու քո պոստի վրա ժամանակավոր ու կխուսափես ճիվաղի բաժնությունից, եթե այսպես կարելի ասել։ Դա։ Գալու են շաբաթ օրը, ես ասել եմ, չէ՞ գալու են։ Ու այդ գալուց է կախված, քո դիմավորելուց է կախված մեր բոլորի եկեղեցու ապագան, քոնը չէ գալին։ Սա քոնը չի, քո եկեղեցին չի, հասկացի։ Դու ընդամենը ժամանակավոր բանես, վեհապար ես։ Այդ եկեղեցին Ես նույնիսկ այդ եկեղեցու հետևորդներ չեմ, բայց մենն է, իմ պատմական ժառանգության, իմ մշակութային ժառանգության կարևոր մի մասն է, իմ ինքնության 1700 տարվա վկան է։ Կերտողը, մասնակիցը, դու գիտես ինչ կարող է դու քո ընտանիքի մեջ մեկի հետ խնդիր ունենաս, բայց ինքը մնում է քո հարազատը, չէ։ Դու չես կարող ասես, վերջ, ես քո հետ խնդիր ունեմ, էլ դու իմ հարազատը չես, չէ։ Դա եմ ասում, այն ինչ որ կապված է եկեղեցու հետ, ինձ համար անձնական է, որովհետև դրա վրա հարձակվում է իմ թշնամին ճիվաղի ձեռքով։ Դե տեսնենք դու քեզ ոնց կպայես վալը։ Իսկ այս ընթացքում սրանք չեն մոռանում անտիֆեյքի սենյակները բանանեն, խուզարկեն եւ տանեն են ինչ որ իրանց պետք է։ Դրանով ենք եւ մեր գործունեությունը ենք իրականացնում ու մենք ձեզ չենք խանգարում ու խնդրում ենք որ մեր աշխատանքն չխանգարեք։ Մենք ձեր աշխատանքը չենք խոչընդոտում։ Ես որոշեցի մի հատ այցելեմ Anti-Fake AM կայքը, բայց տեսնեմ ինչ են արել այս մարդիկ, որ սրանց բան խոզարկում են, տեխնիկան վերցնում, ինքնական տանում են, հա։ Նայում եմ Anti-Fake 111,000 հետևորդ ունի, վատ թիվ չի, եւ ամենվերջի բանն է, իրանց փաստորեն պոստը եղել է հենց Սերժ Սարգսյանի հարցազրույցը։ Փաստորեն սրանց համար այնքան վտանգավոր է Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որ սրանք եկել են տեխնիկաները վերցել ու գնացել են։ Նույնիսկ եմ ասում Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որը ավելի շատ Փաշինյան Նիկոլի օգնելու մասին էր, քան Փաշինյան Նիկոլին դեմ։ Ես նայեցի այս հարցազրույցը ոչ ամբողջական, արագ ինչ որ մի բան հնարավոր էր հասկանալ, պատկերացում ունենալ։ Ոչ մի
էական բան, որ կարող էր Նիկոլին հենց այս տեղում պայթեցնել, ասում էին, չէ, Նիկոլ Սերժիկը որ բերանաբացի Նիկոլից բան չի մնա։ Սերժիկը ընդհանրապես պետք է ասել ինչի է բերել, ու ոնց է բերել իշխանության իրան։ Բայց ասեմ, նայել են շատ 300 քանի հազար մարդ է նայել, ավել 360 թե 70 հազար մարդ է նայել տեսանյութը, որը վկայում է, որ մարդիկ սպասում էին ինչ-որ մի բան, որ պետք է Սերժ Սարգսյանն ասի։ Այսինքն ով է ծնել, ում ժամանակ են ծնել քաղաքացիական պայմանագիր, ում ժամանակ են հովանավորել քաղաքացիական պայմանագիր, ում ժամանակ են այդ միլիոնավոր դոլարները Թուրքիայից, Ադրբեջանից տարբեր ձևերով բերել քաղաքացիական պայմանագրին, բերել մտցրել խորհրդարան քաղաքացիական պայմանագրին, հա, Սերժիկի ժամանակ։ Այսինքն մարդիկ այդ 370 կամ գուցե արդեն 400 հազար են այդ, չգիտեմ, այդքան մարդ, փաստորեն հետաքրքրությունից դրդված, սպասել է, ինչ է ասելու Սերժիկ Սարգսյանը։ Եվ ինչ ասեց Սերժիկ Սարգսյանը։ Մեկը հիշում է մի բան, որ ասել է Սերժիկ Սարգսյանը, բայց մենք դրա մասին չգիտեինք եւ այդ այն էր, ինչ որ մենք ուզում էինք իրանից լսենք, ի վերջո։ Ոչ։ Բայց ինքը կարողացավ մոտավորապես մի քանի ժամ զբաղեցնել մարդկանց։ Մի քանի ժամ, որ ասել մի բան։ Ես կապ չունեմ այս ամենի։ Այսինքն, եթե ամփոփենք, սրա մասին է։ Հիմա հարց, անտիֆեյքի ի՞նչ է արել ձեզ, որ իր բանը տանում եք։ Այս կայքը փաստացի Փաշինյան Նիկոլին ոչ մի բան չի վնաս տվել անենց, որ իրեն կարելի է դրա համար, ասենք, բան անել։ Լսենք էլի մի հատ։ Դուք տիրապետում եք արդիական իրավիճակին այնպես ինչպես հարկն է։ Այո, տիրապետում է, ես դրա մասին ասել եմ։ Երբ որ կապիտուլանտը սկսեց իր երթը Գյումրիից, ես առանձին հարցրել եմ ազգային անվտանգության ծառայության տնօրենին եւ ներքին գործերի նախարարին, ընդ որում խնդրել եմ իրար հետ թվերը չհամաձայնացնել։ Վստահ եմ, որ իրանք դա կատարել են։ Երկուսն էլ, մեկը ասել է պլյուս մինուս դեպի պլյուսի կողմը 3000 մարդ, երբ որ հասնեն Երևան, մյուսը ասել է պլյուս մինուս 300 դեպի մինուսի կողմ։ Տարբերությունը մեծ չի եղել։ 3000 էլի։ 3000։ Երկուսն էլ 3000 3000 պլյուս մինուս, հա։ Եվ այդպես էլ եղավ իրականության մեջ։ Միջև 17-ը, միջև ընտրությունները, այնտեղ մարդ չի ավելացել։ Ընդհանրապես։ Այն ինչ որ կա, բայց ինքը չասեց ամենակարևորը։ Այդ ո՞նց էր, որ Վովան իրեն ճամփին չկերավ ուղակի, մենակ մի բանի համար։ Բաց հանցագործություն կատարելու համար, երբ որ ելել են իրանց տրուսիկ մայքով փակում էին կամերաները։ Որտեղ մեզ ձերբակալում են, երբ որ կարմիր գիծը սպիտակ էինք ներվում։ Ասֆալտի վրա։ Կարմիր գիծ ընդհանրեն է, սորան, կամերա են փակում, կամերաների առաջ։ Ու ոչ ման, հետո գնում էին, հայտարարում են, որ գնում ենք գրավենք ռադիոտունը, հանկից գնում են։ Մենք միջև գախնի կխոսեինք, գախնի ավտոերթեր կազմակերպելու համար, որ պետք էր այն դուրս մեր գրպանից այս միջոցառումները, որ մենք անում էինք, ասենք մեքենաներով պայմանավորում ենք միտեղ, գնում ենք ճանապարհը փակում էինք, կանգնացում էին երթևեկությունը, միջև մենք խոսեինք, իրենք մեզ լսում էին, միջև մենք մեքենաներով կհասնեինք տեղ, իրանք արդեն բոլոր ճանապարհները փակում էին, մեզ բռնում էին, բերման էին ենթարկում, որ մենք չկարողանայինք միջոցառում անենք։ Մուկն ու կատու էինք խաղում։ Նույնս եմ ասում, է։ Սա հայտարարեց, որ հեսա գնում եմ ուղիղ եթերում ռադիոն գրավեն, ոտով գնաց հասավ ընդեղ, մարդ չկա, դրանից հետո էլ ոչ մի բան չեղավ, ինքը մտավ հələ մի հատ ռադիոտուն, այս հարցին տենց էլ ինքը պատասխան չտվեց, բայց մեկը Նիկոլը այնքան է վախենում, որ ինքը մարդ է փնտրում, էլում կարա բռնի, ոչ թե գնահատում է Սերժիկ Սարգսյանի մեծահոգությունը, որ ինքը սենց պահում է իրան գլուխը շոյելով, չի ասում իրականում ամեն ինչ էլի, նույնիսկ դրանից է վախենում։ Ասա լսենք իրար։ Ասում է ապապետական ընկալման հետևանքը զինվորին համեմատել հարկ վճարողի հետ։
Ասում է այդ հեգնանքով է իդեպ ասում։ Ասում է այդ որ կամավոր եք ասում, գինիլիցի կամավորին նկատի ունեք, չէ, պատերազմի 36-րդ օրը ձեր կողմից հնչած ուղված կոչը նկատի ունեմ այն կամավորին, որին ասում էիք 24 ժամ հերթել պետքա լինեն զինկոմիսարիատների առաջ։ Մարդիկ պետքա պատրաստ լինեն ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման կատարելուն։ Այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշում։ Չկա ճակատագրի լուծման ավելի լավ տարբերակ, քան ճակատագրի ղեկը սեփական ձեռքը վերցնելուն։ Իմ որոշմանը ենթարկվեք, իմ հրամանին ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է։ Դուք այս մարդկանց կոչ եք արել, գնալ, կռվել, հետո հայտարարել եք, նրանց մի մասն էլ զոհվել է, հետո հայտարարել եք, որ այն գլխից մենք պարտված էինք, արդյունքը նույնն էր լինելու, միայն առանց զոհվելու։ Հիմա էլ կանգնած այստեղ քամահրանքով, Սա փաստ է, հիմա այս նկարում հավաքված անառակի զավակներին եմ ուզում ասեմ։ Դուք չեք լսել սա։ Ես չեմ ասում ԱԱԾ-նորա, բանա, դատախազություննորա, քննչական, դրանք բոլորն են անառակ։ Փաստացի, դուք էսի չեք լսել։ Իհարկե լսել եք։ Ու դուք սրա աջակիցներն եք։ Դուք կարող էիք աջակից չլինել, դուք չեք հայտարարել, բայց դուք կամավոր քաղաքական տրաֆիկինգի եք ենթարկվում կամավոր սկզբունքով։ Դուք տրաֆիկինգի ոչ թե զոհեր եք, դուք կամավոր մասնակիցներ եք, դուք անառակներ եք, կարող ես չգիտեք, գիտեք, ես բոլորս գիտենք, որտեղ բոլորս աչքի առաջ ա եղել։ ծռվելով, ասում եք այդ գինիլիցի կամավորին նկատի ունեք, չէ, այն մարդկանց նկատի ունեմ, որոնց ուղարկեցիք ռազմադաշտ, ուղարկեցիք սպանվելու իմանալով ձեր բառերով, պատերազմի ելքը, այդ մարդկանց նկատի ունեմ։ Ասում եմ երրորդ հանրապետության մեծագույն սխալը բանակի սրբագործումն էր, երրորդ հանրապետության մեծագույն սխալը ձեզ իշխանություն տալն էր։ Է չտայիք, սա բանակի սրբագործում էր, անառակի ծնունդ, ցանկացած նորմալ ազգի համար, պետության համար բառանակ առաջնային է, նորմալ, բայց քոնան պիրծի համար չէ, հիմա վերադառնամ քեզ Ագնեսա, է չտայիք, հիմա էլ մի պահ եք իշխանության, հիմա ինչ եք մնացել իշխանության, ինչ եք պահում իշխանության, ինչ որ դուք հիմա ասում եք, մենք գիտենք ճիշտ ես ասում, ով կար ասի, որ դու սխալ բան ես ասում, բայց ինչ եք մնացել այդտեղ։ Սերժիկ, քեզ այդ տղեկը հարց չտվեցին, նրան չի ես մնացել խորհրդարանում։ Ինչի։ Որ ինքը շարունակի վարչապետ որպես նախաճաշներ անել հոգևոր, շարունակի որպես վարչապետ կալանավորել այդ տղեկի, որ քո հետ հարցազրույց են անում, կալանավորի հոգևորականների, որոնք ասում են դու պիղծ ես, չեն էլ ասում, հա։ Ուղղակի որպես իրանք հոգևորական։ Ինչ եք մնացել այդտեղ։ Նենց որ այսօրվա բոլոր ձերբակալվածները, բոլոր պետքա նեղանան ոչ թե Փաշինյան Նիկոլից, այլ նրանցից, ովքեր պահում են Փաշինյան Նիկոլի իշխանության։ Հիմա սա նայենք։ Արայիկ Հարությունյան, Լյովա Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան və Դավիթ İşxanyanın cəzasını Ադրբեջանցի մեղադրողը պահանջել է ՑՄԱ ազատազրկման դատապարտել Արցախի ռազմաքաղաքական 5 ղեկավարներին, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Բա ինչի՞ է ցեվում ձեզ հետ սա նույնը չի լինելու։ Որովհետև հաստատ իրանք էլ չէի մտածում, որ սա իրանց հետ լինելու է։ Սրանք առավել քան վստահ են, որ իրանց տերերը իրանց պահելու են, իրանց չեն հանձնի ոնց թե արա։ Այսքան ծառայեն Նիկոլին, ռուսներին, իրականացնեն միասին այս հսկայական ծրագիրը, մեկ էլ հանգարց իրանց ՑՄԱ ու Հայաստանում ձայն չկա։
Չէ եղել։ Համահանցակից չեն իրանք։ Չէ։ Դες մարդ չեն էլ ունեցել։ Նույնիսկ բանասյուսյան թեմա չի։ Նույնիսկ հայտարարությունների թեմա չի։ Հիմա ես հարց եմ տալի, այս Արայիկ Լյովա Մնացականյան մնացած է, այս որ իմ այնտեղ որ նստած է։ Կյանքում կպատկերացնեի, որ ասենք սենց արդեն 2 տարի նստած են լինելու Բաքվում հետներ կարող ցմահ տան։ Ցմահ։ Կպատկերացնեն երևի, չէ։ Բայց պետք է սատանի հետ ընկերություն անող ցանկացած մեկը վստահ լինի մի բանում, որ սատանան իրան երաշխիք չի, բացարձակապես։ Եթե մեկին կարա երաշխիք լինի, մենակ մի բան, ժողովուրդը, մեկ էլ օրինական են դաշտը, որ ինքը կարող է ստեղծի, եթե ինքը դաշտը չի ստեղծում, այլ խառնում է, վաճառում է դաշտը, ուսկում է սատանի հրամանները կատարել, ուրեմն պետք է վստահ լինի մի բանի, որ ինքը ոչ մի երաշխիք չունի, որտեղ սատանան ձեզ օգտագործելու համար է, ոչ թե ձեզ երաշխիքներ տալու համար է։ Էսա ձեր ընտրությունն է, ում հետ համագործակցել եք, ում համար արել եք, այսօր իշխանությունն է, ու թքած ունի ձեր վրա, ում համար, ում հրամաններով շարժվել եք վստահ լինելով, որ ինքը ձեզ պաշտպանելու է Ռուսաստանի դեմս, ինքն էլ թքած ունի ձեր վրա, աստորեն ստացվում է, որ ձեզ օգտագործեցին։ Այս են բանն է, էլի պատմությունն է, որ պրոստիտուտկեն այս նկարի մեջի մարդիկ գալիս են բանի, պատկերացնում եք, սա մի օր փողերը տանում են բանկ որ դնեն, բանկի աշխատողը պրոստիտուտկին ասում է, դոլարները ֆալշ է, ոնց ասում է, դուրս է գալիս ինձ բռնաբադել է, դուրս է գալիս ինձ բռնաբադել է, դե հիմա թուլացեք ու հաճույք ստացեք։ Рус блогерна зальмацас Пашинян Николай Васильевич. Пашинян объяснил, почему в Армении не может производиться коньяк. Пашинян очень дешево продал свое мнение, и в Армении не производится коньяк, который всю жизнь производился. Армянский коньяк — это такой бренд, что это еще французы должны получать разрешение на то, чтобы использовать у себя слово коньяк у армян. Но вот так вот надо позиционировать сильное государство. Если мы всю жизнь производили армянский коньяк, то вот и дальше будем так производить. Нам совершенно похуй, у кого какое географическое наименование, и вообще он по-французски пишется когнак, а у нас тут написано коньяк. И, извините, даже буквы другие. Так что идите нахуй. Я вот так бы посылал французов, потому что вообще слова используются как хотят. И вообще, в принципе, это свойство языка, потому что когда что-то описывается, чтобы было понятно, что имеется в виду, как если бы кто-то сказал, что Яндекс — это русский Google, или там, не знаю, Боков — это тюменский Илон Маск. Люди произносят такие фразы просто как метафоры, как просто словесный оборот, это ничего не значит. И то же самое был армянский коньяк. Просто вот то, что там производилось, называлось как коньяк по аналогии с французским коньяком. Ну и что у французов есть свой собственный коньяк, они его защищают, нас это вообще никак ебать не должно. У нас просто вот такая вот привычка. А Пашинян взял и за какие-то там пару миллионов евро просто продал свое мнение и запрещает в своей собственной стране своим собственным производителям производить коньяк. Вместо этого они производят какое-то ебучее бренди. Մեղոսկով։ Սա նրա մասին է, որ ընդամենը մի քանի միլիոնի դիմաց եվրո։ Փաշինյանը շատ էժան վաճառեց մի ամբողջ հայկական կոնյակի պատմություն։ Ասելով թե մենք չենք կարող ստե կոնյակ աշխատենք։ Արտադրենք։ Կոնյակը խնդրեմ չունի, կոնյակ արտադրողները հայկական կոնյակի, որ ինքը բրենդ է։ Ռուսաստանում են նույնիսկ բանանում, ափսոսում որ հայկական բրենդը իրանց պորնիկ ղեկավարը վերցեց ծախեց։ Ասես դե դուք էլ չեք կարող։ Հա։ Դուք էլ չեք կարող։ Ինչի չեն կարող, հա։ Մենք աշխատում ենք, արտադրում ենք, իրանք էլ խնդրեմ չունեն։ Ինչի մենք չենք կարող արտադրենք։ Երբ այդ բրենդը է, բրենդ այդ մարդիկ հարյուրավոր կարող շատ եմ ասում, բայց տասնյակ տարիներով ստեղծել են այդ բրենդը։ Այս վիժվածքը բանակը ֆետիշացել եք, բանակը պետք չի։ Կանյակը բրենդը, կանյակ պետք չի։ Արարատը սիմվոլը, դե սիմվոլ պետք չի։ Ձեզ ոչ իման պետք չի, ձեր նման, ձեզ, ասում եմ, իմ նման մենակ պիղծ է պետք։ Դուք պետք է աղոթեք իմ համար։ Ու սրան փաստորեն կողմնակիցներ կան։ Կողմնակիցներ կան, իդեմս սրանց ու սրանց նմանների։ Մեկ ու բար արագ խոսենք Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շուրջ կատարվող իրադարձությունների մասին։ Այսօր բրիտանական հայտնի լրագրողներից մեկը մեծ հոդված է տպել, ուղղակի ես հիմա կորցրեցի այս բանի մեջ, որտեղ նկարագրում է, որ իրենց բժիշկները, որոնք վերադարձել են Պաղեստինից, վկայում են նրա մասին, որ այն դիակները, որոնք գտնված է պաղեստինցիների սպանած, դրանք եղել են բժշկական միջամտությամբ հերձած, այսինքն այդ մարդկանց
փաստորեն օրգանի տակ են օգտագործել։ Այդ մարդիկ իրենց մահով չեն մահացել։ Որ բացել տեսնել որ պետք եղած օրգանները բժշկական միջամտությամբ կտրած է։ Սիրտը, չգիտեմ, կարող թոք լինի այնտեղ, իրեն, պոչկեք եւ այլն, երիկամներ եւ այլն։ Փաստորեն, այս ամբողջ ընթացքում 2 տարի է իսրայելցիները իրականացնում են իրենց սիրած բիզնեսը, մարդկանց օրգանների արկուվաճառքը։ Եվ ոչ միայն պաղեստինցիների, այլև որտեղ որ երեխաներ են կորում, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում անունը, որոնց կորած երեխաների թիվը մեծանում է տարեստարի, չգտնված։ Բոլոր ճանապարհները դե տանում են դեպի Իսրայել։ Իսկ մի հատ մեծ մաֆիա է աշխատում հենց օրգանների վաճառքի համար։ Դրա մասին գրում է բրիտանական մամուլը։ Բրիտանական, որտեղ Ռոթշիլդները ամեն ինչն են ղեկավարում, չէ՞, բայց էլի չեն կարողանում ամեն ինչի բերանը փակել։ Սա էլ ուզում եմ լսեք, որ ես միշտ ասում եմ, որ այս սոցիալ մեդիան սրանց կզցնում է, կներեք բառիս համար, ու սրանք այդ չգիտեն ինչ անեն։ Հիմա իրենք են արդեն դրա մասին վկայում։ Հիմա լսենք սա։ It's becoming almost impossible to be an outspoken defender of Jews and defender of Israel and to be a proud Democrat. Ասում արդեն դարձել է անհնար խոսել եւ պաշտպանել հրեաներին։ Անհնար է դարձել արդեն խոսել։ Why? Why is that happening? Why Ինչի՞ has that been allowed to happen? Ասում ո՞նց է, ինչի՞ է դա այտենց, ո՞նց կարող է դա այտենց պատահել։ Լսեք եվրեի պատասխանը։ I mean, I've witnessed it. You know, like for 2 years, I've had protesters showing up at my home, in my office, and Ասում է դա այտենց էս կարող եմ վկայել, ասում 2 տարի է պրոտեստներները ցուցարարները գալիս են նույնիսկ իմ տուն, օֆիս։ in public, you know, we even with one of my kids. And now social media was an accelerant for anti-Semitism. And TikTok, you know, like there was the study, 17-1. And Եվ ասում է սոցիալ մեդիայում, TikTok-ում, ասում է արագանում է անտիսեմիտիզմի պրոպագանդան, որը 17-1-ին է, ասում 17-1-ի հարաբերությունը Իսրայելի կողմնակիցները մեկը հակաիսրայելականը 17 ուսամեն շուր է տվել anti-Israel for every one pro-Israel one, and the algorithm has accelerated Եվ ալգորիթմը անդադ մեծանում է this, and that's why we've lost the younger vote. Եվ դամանը յետասարդ իրանք քվեակողներին իրանք կորցրեցին, ես հիշացնեմ, որ Մամդանին, Նյու Յորքի մահմեդական քաղաքապետը, իրանք կողմ է քվեակել 75% յետասարդները Նյու Յորքի։ Կորոպաղեստինյան մահմեդական ներկայացուցիչը ամենահարյական քաղաքում 75% յետասարդները քվեակել են դա։ Ես ասում եմ, սրանց իշխանությունը գնում է, այս հինդիակները արդեն չեն տիրապետում իրավիճակի եւ չեն ուզում, դա Նիկոլ Փաշինյանն էլ է վերաբերվում։ Ինքը չի հասկանում սա։ Ասեմ, իրանք նույնիսկ չեն էլ ուզում հասկանալ, իրանք տալիս են ուսումնասիրությունները իր ԱԱՑ-ին։ Ես ասեմ, նույնիսկ եթե ԱԱՑ-ում մարդ կա, որ սա հասկանում է, իրան պետք չի որ դա ասի։ Թքած ունենա։ Նիկոլը ինչ թիվ է ուզում, նկատեք տանեք։ Ու բոլոր հիմար ղեկավարներն են այտենց ապրել։ Ասել է մի հատ թիվ բեր։ Պուտինից սկսած, ինչ թիվ ուզում ատեն, հա Պուտինը, տանում գնում դնում են տեղը։ Ես ուզում ախպեր, սանով ես դու քեզ լավ զգալու։ Սես գրել դնել են դեմը։ Ուսանք չեն հասկանում իրական տակը ինչեր է տեղի ունենում։ Ես ասել եմ, ու կրկնում եմ, առաջվա մեթոդները, առաջվա կառավարիչները, առաջվա լեգենդները այդ չեն աշխատում։ Ստեղծել է արդեն ծնվել է եւ արդեն իշխանությունն է քիչ-քիչ վերցնում սերունդ, որ ինքը ազգություն չի ճանաչում, ասենք ոչ թե ինքը չի ընդունում քեզ որպես ազգություն, ինքը ընդունում է քեզ որպես ազգություն, բայց ինքը հավասարը հավասարին։ Ինքը քո բանա, հետևորդն է, դու ես իր հետևորդը, ինքը քո հետ կարծիք է գրվում, խմբի անդամ է, այս սահմանները, այդ իրանց պատկերացած պատերազմների, հարաբերությունների, հա, վերացած է երիտասարդների համար, ասենք իմ երեխեքի համար, իր ծնգերները, չգիտեմ, ասենք TikTok-ում կամ Instagram-ում, որտեղ են ապրում, էական չի, շատ ժամանակ չեն էլ իմանում, որտեղ է ապրում։ Եթե ասենք իրանք հետաքրքրված են IT տեխնոլոգիաներով, արվեստով, երաժշտությունով, ով է իմանում այնտեղ ով որտեղ ապրում։ Ուրիշ են երիտասարդները արդեն։ Եվ այդ նույն մեթոդները, պրոպագանդան չի աշխատում։ And I struggle with the younger voters as well too, because that's a strong correlation with
Ասում եմ ես պայքարում եմ, ասում եմ պրոբլեմ ունեմ երիտասարդ կողմերի հետ։ Դա պրոբլեմ է։ Being very pro-Israel, and that's now being increasingly incompatible with parts of the base. That's Ասում եմ այն ժամանակ որ բոլորը պրո-իսրայել են, ասում եմ հիմա չէ, ասում եմ ամեն ինչ փոխվել է։ 17-1 is not about Jews. It is about Israel. Դե իմ ասում եմ 17% ասում եմ դի բաները չի, տանք ոչ թե հրեաներին են դեմ, այլ Իսրայելին են դեմ, բայց սրանք ընդհանրացնում են նույնիսկ այն աստիճան լկտիացել են, ասում են ով դեմա Իսրայելին, ուրեմն թշնամիա Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Ծապել գնով ամբողջ հանրապետական կուսակցության մագայի քարոզարշավն է, որի արդյունքում իսվել է Թրամփի կուսակցությունը, մագա կոչված է, հա, Make America Great Again։ Իրանք կիսվել են արդեն, որովհետև այն մոլի սիոնիստներն ասում են, ով քննադատի սիոնիզմը, դա Ամերիկայի թշնամին է։ Ամերիկան դեռ ասում են մի բան կենա, դա ինչ կապ ունի սիոնիզմի մեր հետ։ Սիոնիզմը դուք պարտվել եք արդեն, իրենք չեն կարող դա չհաշվի չառնել, իրենք կորցրեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքը, ֆինանսական կենտրոն Նյու Յորքը կորցրել են, իրենք շատ հասկանում են, էսի առաջի սիգնալներն է, առաջի չէ, ամենամեծ սիգնալն է։ Ամենամեծ, որտեղ նախ փոքրիկ սիգնալներ եղել է, ես միշտ ասել եմ, սրանք կորցնում են ընտրացիկ ընտրություններում, եւ մեկ էլ բում ամենամեծ քաղաքը կորցրեցին։ Հիմա հասկանում են, չէ, մի վարքյան, էսի ոնց որ չեն կարողանում կոնտրոլ անենք, CNN-ը չի կոնտրոլ անում, BBC-ն կոնտրոլ չի անում, Bloomberg-ը կոնտրոլ չի կարողանում, վերջ։ 75% աջակցությունից իջել է 25% աջակցությունը Իսրայելի։ Եվ Իսրայելին համարում են արդեն թշնամի երկիր, ընդ որում Զելենսկուն հետ է։ Այսօր նորից Զելենսկուն ֆորմա, որպես իրենց եկամուտները թալանող մեկի։ Ուկրաինան էլ կորավ, ես ասեմ, ոնց որ Իսրայելն է կորել։ Մենակ մի տարբերություն, որ Ուկրաինան ցեղասպանությունով չի զբաղված, հա, ցեղասպանություն չի իրականացնում, հակառակ իրեն են ցեղասպանություն իրականացնում, բայց Իսրայելը դեռ ցեղասպանություն է։ Գնանք առաջ։ Ու սա էլ Իսրայելի ֆիլհարմոնիկն է, նայեք ինչ են արել։ Փարիզում չեն թողել համերգը իրականանա։ Իսրայել ֆիլհարմոնիկը Փարիզում։ Սա ընդհանրապես շեդևր է։ Այս մարդը ասում է So what makes you come to this protest holding a placard that says I Ամերիկայի Միացյալ Նահանգներում եկել է բանով պաստորը, որ ինքը աջակցում է ցեղասպանությանը։ Լրագրողը հարց է տալիս, ասում է դուք եկել եք Պաղեստինի աջակցության միտինգի, աջակցում եմ ցեղասպանությանը, ինչու՞։ Ինքը բացատրում է, ասում է որովհետև սենց ապահով է։ Պարզվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում կարելի է ցեղասպանություն իրականացնել, ու դա խնդրեմ չի։ Անցածական եկել է Պաղեստինի ցուցանակով, բանա հումոր է, էլի։ Ինձ բռնեցին։ Բայց հիմա սենց կանգնած եմ, ինձ ոչ մեկ չի բռնում։ Պարզ բացատրում ասում, փաստորեն մեր երկրի համար Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, համար եթե դու ցեղասպանություն ես իրականացնում, դու խնդրեմ չունես։ Բայց եթե հանկարծ դու փորձես, ասես չի կարելի ցեղասպանություն իրականացնել, քեզ ձերբակալում են։ Մեծ բան է Ամերիկայում փոխվում։ Հսկայական, սա ես չգիտեմ, կա մարդ որ իրան տեսանելի չի, չէ։ Դե ոչ։ Սա ինչի համար մեր համար կարևոր։ Այն հին մեթոդները, հասկացեք, դրանք արդեն պատմություն են։ Պուտինն էլ է պատմություն, Լուկաշենկոն էլ է պատմություն, Նիկոլն էլ է արդեն պատմություն։ Արդեն մեռել են սրանք բոլորը, բայց իրենց չեն ասում։ Չեն ասում, որ տրամադրությունները չեն գնի։ Ածան չի ասում միանգամից, որ դու 37% ես։ Չէ, որ 20% ես կամ 15% ես, չի ասում։ Ասում է դու այդքան էլ 10% չես, դու 37.5% ես։ Ճիշտ է, դու չես հաղթելու, բայց ասեմ 10% էլ չես, էլի։ Հերվից է գալիս։ Էն ինչ 14% ես Փաշինյան Նիկոլ, ոտից գլուխ։ Դա դու գնահատի ով ես դու։ Եթե նույնիսկ մարդեր կա շրջապատում, որ քեզ հասկանում, որ հասկանում են ինչ է կատարվում, քեզ չի ասելու։ Իրա պետք է վատամարդ լինի, բացարձակապես հանգիստ նայելա ոնց է կործանում։ Սա էլ եմ ուզում նայեք, հիմա ինչ անում ես ապուշը։ Trump is saying we need to invade Nigeria to protect Christians. So let me explain what's actually going on here.
If you look at this here map, you'll see that Nigeria is close to Burkina Faso, Mali, and Niger. We had a string of Մի խոսքով, սա հիմա մոլոշելը, որ պետք է գնա Նիգերիան գրավի, որպեսզի փրկի քրիստոնյաների։ Խաղաղության նախագահ, որ եկել է որ խաղաղություն հաստատել գլոբուսի, հիմա գնում է Նիգերիան գրավի։ Երկու օր առաջ բանն էր ուզում գրավել, չէ՞, Հանրապետական երկիրը, մոռացա Վենեսուելա։ Այն էլ ուզում գրավել, այն էլ Վենեսուելան ցույց տվեց իր չինական տանկերն ու տեխնիկան, սա այսօր արդեն ուզում է Նիգերիան գնա գրավի, որ քրիստոնյաներին փրկի։ Մինչդեռ Իսրայելը հայտարարում է, որ հարավային ափում ինչքան քրիստոնեական եկեղեցիներ կա, պայթացնելու է հավասարեցնի հողին։ Բայց ինքը գնում է Նիգերիան գրավի։ Ինչի համար, որովհետև այս երկրի, այս Բուրկինա Ֆասոն եւ այս մյուս երկրների ղեկավարները արդեն իրենց երկրում լրիվ ուրիշ վիճակ կա։ Վռնդել են բոլոր արտասահմանյան կազմակերպություններին։ Վռնդել են, էլ թալան չկա իրանց երկրում, ասենք այն, որ իրանք բան են անում, ամբողջ երկրի հարստությունների հաշվին ապրում են, նույն Գերմանիան, նույն Ֆրանսիան, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները, նույն Բրիտանիան, բոլոր կամպանիաներն անել են իրանց երկրներից։ Եվ իրանց երկրի փողերը ոսկին ամեն ինչ մնում է իրանց երկրում հիմա։ Ոնց կարող է տենց բան լինի։ Այդ չեմ ասում, որ Բուրկինա Ֆասոյում այսօր իրանց ղեկավարն են ասում ես կարմիր բերետով տղեն վերացրել է մի ամբողջ բանը հետախուզական ցանց, որը ծառայում էր Մոսադին։ Պարզ այսօր ասել է անուն ազգանուններով 40 քանի հոգի մի օրվա մեջ ձերբակալել է։ Ամբողջ Մոսադից ցանցը իրանց օգնողներով, փողերով, ամեն ինչ ձերբակալել է։ Դրա համար է ուզում մտնի բան գրավի, Նիգերիան գրավի, որ այս հերթով այս երկրներին էլի վերացի կոլոնիա է։ Դե իմը ասեք սա ինչ է, ես չգիտեմ։ Ու կարա անի թե չէ։ Չի կարա անի։ Ես ուզում եմ անպայման սրա մասին խոսել։ Սա Իրանն է, ընկերներս։ Այս ժողովուրդը իմ մոտ մենակ հիացմունք առաջացնում։ Անդամները մեկ ամիս առաջ հանեցին ելքը հիջաբների, որ պետք է անպայման կրել։ Հիմա փողոցներում ռոք են լսում, ռոք են նվագում։ Ինչու է ինքը իմ մոտ հիացմունք առաջացնում։ Մանավանդ հունիս ամսանից, այն որ ինքը ապացուցեց, որ ինքը կորած երկիր չի, ու նենց պատասխան տվեց Ամերիկային ու Իսրայելին, որ սրանք հասկացան։ Կկործանվեն, եթե պատերազմը շարունակեն։ Իրան բանը, իրականում Ամերիկան փրկեց Իսրայելին, ուղղակի փրկեց ոչնչանալուց։ Այն դեպքում, որ այս երկիրը արդեն 40 տարի է, 50 տարուց ավել է ինքը լրիվ մեկուսացման մեջ է։ Լրիվ մեկուսացման մեջ լինելով իսլամական երկիր, օրենքների հետ պրոբլեմ, ժողովրդավարության հետ պրոբլեմ, բայց մնացել է այն կարգի երկիր, որ աշխարհի թիվ 1 պատերազմ հրահարողը բոլոր տեղերում բանը Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղութարարը Իսրայելը չի կարողանում հետը ոչ մի բան անի։ Եվ այսօր էլ իրենք ունեն հասարակություն այսքան ռոք են նվագում։ Ես ասեմ Իրանին հաղթել, ես միշտ ասել եմ, չէ՞, 96 թվականին, երբ որ ես եղա առաջ անգամ Թեհրանում, Իրանում, այդ ժամանակ մանից եկաս։ Այն ժամանակն էլ կա, որ սա Իրանը Իրաքին խփում են, հեսա Իրանին են խփելու, Լիբիային խփում են, հեսա Իրանին են խփելու։ Այն ժամանակից ասել եմ Իրանին հնարավոր չի հաղթել։ Հիմա ասում եմ առավելևս հնարավոր չի հաղթել, որտեղ այս երիտասարդները, եթե սրանք մտածում են, որ կարող իսլամիստներից ազատվելու համար դավաճանեն իրենց երկրին, հիմա այդ դավաճանելու նույնիսկ առիթ չկա։ Իրանք ինչ պետք է ունեն, ու սա ամենաճիշտ քայլն էր այսօրվա ղեկավարության կողմից, որ տա այս ազատությունները։ Էլ թշնամին ում վրա պետք է հույս դնի իր երկիրը քանդելու համար։ Ոչ մի, որտեղ սենց այս քանակությամբ երիտասարդ ունենալ ու արդեն ազատ երիտասարդներ, որոնք նույնիսկ անազատ ժամանակ ասեցին, սա մեր երկիրն է, չենք թույլ տա։ Սա մեր երկիրն է, մենք թույլ չենք տա։ Նույնիսկ եթե մեր կառավարիչներին չենք սիրում։ Իսկ հիմա առավելևս ինքը անխոցելի է։ Լինելով բլոկադայի մեջ, սենց երկիր է անում։ Իսկ սա բլոկադայի մեջ չի այս երկիրը։ Кстати, чудо-робота, конечно же, не имеющего аналогов в мире. В Москве прошла презентация российского робота с искусственным интеллектом, не хухры-мухры.
Но стране, которая не может сделать даже АвтоВАЗ конкурентоспособным, явно до роботов еще очень далеко. Սա Ռուսաստանն է։ Ինքը սանկցիաների տակ չի եղել 50 տարուց ավել։ Սանկցիաների տակ է 2-3 տարի։ Ընդ որում, էլի հաջողությամբ խուսափում է, իհարկե ոչ 100%, բայց ինքը խնդիր չունի մեծ հաշվով, կարողանում է զենքերել արտադրի, ինչքան իրան պետք է, դեռ պատերազմը շարունակ։ Մի հատ ռոբոտ չի կարողանում սարքել, ոչ մի բան չի կարողանում սարքել։ Այն ինչ որ սարքում է, ստացվում է նույն բանը։ Ես հիմա կասեմ ինչից է դա գալիս եւ ինչու եմ ես այս երկու հարցերին անդրադառնում, որ մեր համար պարզ լինի։ Մենք ունենք երկու հարևան, մեկը Իրանն է, լավ օրինակ։ Մեկը այդքան էլ հարևան չի, բայց ռազմավարական գործընկեր է, մի քիչ հեռու, դա Ռուսաստանն է։ Եթե ինձ ասեին, օրինակ, այսօր մտածում էի, Ամերիկան ավիրում է Թրամփը, հա, որտեղ կուզենայիր, որ միանգամից փոխվեր դեպի լավը, Ամերիկայում թե Ռուսաստանում։ Իսկ ասեի Ռուսաստանում։ Նույնիսկ եթե ես Ամերիկայում եմ ապրում, ես կուզենայի, որ կտրուկ դեպի լավ փոփոխություններ լիներ Ռուսաստանում, ոչ թե Ամերիկայում։ Ինչի՞։ Որտեղ Ռուսաստանն է ավելի մոտիկ Հայաստանին, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսինքն իմ ցանկությունները, իմ երկրի շահերից է բխում, որ Ռուսաստանում ավելի լավ լինի վիճակը, գիտությունը, ժողովրդավարությունը, ամեն ինչ ազատությունները, հա, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, չնայած ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բայց չի ստացվում այտենց, ինչի՞։ Հա։ Ինչի, որովհետև միշտ է այտենց եղել։ Որովհետև պատմականորեն ես ես վերջերս մի ամբողջ բան էի կարդում, թվեր էի նայում, հետազոտություններ, Սովետական միությունը մինչև 45 թիվ եւ 46-ից են կողմ։ 46 թվականից հետ կողմ այդ ժամանակով ապրել կամ տեղակալ, սկսեց միանգամից զարգանալ տնտեսությունը։ Գիտեք ինչի։ 46-ից հետո կտրուկ քան մինչև 45 թիվը, կամ ասեմ մինչև 41 թիվը, պատերազմը չեմ հաշվում։ Գիտեք ինչի։ Որովհետև 45 թվականին սովետական ռազմավարական ինչ հնարավոր էր տեխնիկայի տեխնոլոգիաների առումով գողացավ, թալանեց պետք սովետական միություն։ Օպտիկայից սկսած, վառելիք ստանալու տեխնոլոգիաներից սկսած, հրթիռաշինությունից սկսած, ռազմական ինքնաթիռներից սկսած, այսինքն դու պատկերացնում եք մինչև 45 թիվ հայկական սովետական բաները կործանիչները պրոպելերով են աշխատում, նույնիսկ բան չունեին, նորմալ շարժիչներ չունեին, ռեակտիվ ինչ որ ասեն գերմանացիներն ունեին, արդեն BMW-ն Գերմանիայի ստեղծել են ունեն շարժիչ, որ գերմանական բանա ինքնաթիռները ոչ միայն այնքան արագ էին, ոչ միայն այնքան բարձր էին թռնում, սովետական ինքնաթիռները չեն կարողանում իրանց հասնել ուղղակի, ոչ հասնել, ոչ էլ կռիվանել։ Ուղղակի քանակի եւ ռազմաճակատի գծի մեծության պատճառով կորցրեց Գերմանիան այդ ամեն ինչը, ունենալով այդ առավելությունները տեխնոլոգիայի։ Մի խոսքով, ուրեմն ռակետի շինության, հրթիռաշինության, շարժիչների շինության ամեն ինչ որ սկսեց 46 թվականից հետո աշխատել, դա աշխատեց գերմանական գողացած տեխնոլոգիաների ստանոկների հաստոցների շնորհիվ։ Ընդ որում, գիտեք, որ 2-3 հազար հոգի էլ հետը ռազմավարական մասնագետ է գողանում բերում Ռուսաստան, Սովետական միություն։ Սարքում են քաղաքներ, որտեղ դրանք ապրում են, չեն գնդակահարում, որպեսզի այդ տեխնոլոգիաները աշխատացնեն։ Ինչ եմ ուզում ասեմ։ Բայց նույնիսկ դրանից հետո, երբ որ արդեն ունեն այդ տեխնոլոգիաները, հա, կարող էին, ասենք, ավելի զարգանալ, ելի ինքան լճացման մեջ։ Այսինքն դա տևեց մի 10-15 տարի, ու այդ առաջի բանը հրթիռը ոչ թռավ, Կարելովը դրանց հետ է սկսել աշխատել։ Միգն էլ է դրանց հետ աշխատել։ Միգը ստեղծվել է հենց BMW-ի շարժիչը օգտագործելով, վերաձևելով, սարքել են Միգը։ Ուրեմն Միգոյանը, Կարելովը որ բանը տիեզերը գնաց։ Մի խոսքով այդ բոլոր տեխնոլոգիաներով մի 10-15 տարի կարողացան Եմջելուց այդ ամբողջ process-ի ղեկավարն եղել է Բերյան, մինչև 53 թվականին, մինչև իրան գնդակահարեցին։ Բերյանն է եղել ամեն ինչի գլխին կանգնած, տեխնոլոգիական այս զարգացումների։ Հա։ Դա մի քիչ ավելի երկար պատմություն է, չեմ ուզում խորանամ դրա մեջ։ Բայց տևեց դա մի 10-15 տարի,
Հետո որ էլի սովետական միությունը ինքը պետք է արդեն իր ռեսուրսով շարունակել զարգանալ, էլի մնաց տեղում։ Էլի մնաց, գիտեք ինչի։ Դե համակարգն է այդպես։ Համակարգն է այդպես։ Կոռուպցիան եւ կառավարման համակարգի բեզալաբերնս, եթե կարելի ասած, անկազմակերպությունը չի կարող երբեք արդյունք տալ։ Չի կարող։ Այն ինչ որ 6 տարվա մեջ 33-ից մինչև 39 թիվ եւ ասենք մինչև 45 թիվ 10, եթե 33-ից հաշվենք, 12 տարվա մեջ Գերմանիան կարողացավ հասնել, դա ընդ որում 12 տարվանից 6 տարի լինելով պատերազմի մեջ։ Սովետական միությունը չկարողացավ անել իր ամբողջ գոյության ընթացքում։ Ամբողջ գոյության ընթացքում։ Իմիջիայլոց տեխնոլոգիաները գողացել իր մոտատարել ոչ միայն սովետական միությունը, նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ֆոն Բրաունը հիմնական իրենց այդ շարժիչների տեխնոլոգիաների հերթերաշինության ղեկավարը, ինքը տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հենց ինքն էլ հանձնվեց ամերիկացիներին։ Բրիտանիան, Ամերիկան եւ Սովետը ինչ կարային թալանում տանում են Գերմանիայից։ Ամերիկան թռավ լուսին, Սովետը թռավ կոսմոս։ Բայց հետո Ամերիկան NASA-ն սկսեց արագ զարգանալ, որտեղ իրանց մոտ կար համակարգ, Սովետական միությունը մնաց հետ։ Հիմա տեսեք, ինչի եմ ասում սա։ Մենք զարգացող ժողովուրդ ենք։ Դուք ինքներդ ասեք, մենք որ ֆորմատի մեջ ենք։ Մենք ավելի շատ սովետական ենք, թե ամեն դեպքում մենք Իրանի ֆորմատ ենք, որ կարա լինի այդքան պրոբլեմների մեջ, սահմանափակումների մեջ, բայց ունենա զարգացում։ Որտեղ ինձ համար դա շատ կարևոր է, մենք որպես ժողովուրդ, հա, մենք որն ենք, մենք ստեղծող ենք, մենք կարանք ասենք առանց մեկից գողանալու տեխնոլոգիա, մենք ինքնուրույն զարգանանք, ինչպես Պարսկաստանը, Իրանը։ Թե ասենք նույնիսկ եթե ամենալավ բաները մեկ տան մեզ, վերջում դառնալու ենք էլի սովետ։ Սա շատ կարևոր է, որովհետեւ մենք հասկանանք։ Հիմա այս երկու մոդելների մեջ մենք պետք է հստակ հասկանանք, ստեղ բան չկա, ոչ մեկին նվաստացնելու խնդիր չկա, ռուսին կամ ռուսին նվաստացնելու, պարսիկին գովելու։ Ես ընդհանրապես պատմական զարգացումն եմ ասում, հա, պատմական զարգացումը եւ արդյունքները։ 34, տեսեք, 33 թվին գալիս են բանը նացիստների իշխանության, 34 թվին արդեն իրաց մոտ Օլիմպիադա, որը հեռարձակվում է ուղիղ եթերում եւ արդեն գերմանացիները իրենց տան մեջ նայում էին Օլիմպիադան հեռուստացույցով։ Դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Սովետական զորքերը ոչ որ գերմանական գյուղերը, շենքերը գրավում էին, որ մտնում էին տները, տեսնում են ամեն մի տան մեջ հեռուստացույց կա, հեռախոս կա, առանձին սանհանգույց կա, հանա տուալետ, իրանք գժվում էին, որտեղ իրանք չէին տեսել այդպես բան, որ հնարավոր է։ Ասենք իրանք հաղթում են մի երկրի, որ այդ ամեն ինչ ունի։ Իրանք հասկանում են իրանք իրական թշնամին եւ իրանք թշվառությունն ինչու՞ն է։ Թշնամին ով է եւ իրանք թշվառությունն ինչու՞ն է։ Հիմա այս ամեն ինչ ինչ եմ ասում, որ սենց զարգացում կարող է լինի, եւ այս զարգացումը 10 երկրի ինքը վերջում էլի գնա դեպի ներքև։ Ու առ այսօր սրանք ոչ մի бан կարողացան ստեղծել։ Хотя если прототипом выступал, например, Дмитрий, изобразивший явно до роботов еще сделать даже АвтоВАЗ конкурентоспособным. Միջև հիմա նույնիսկ մեքենա չեն կարողանում։ Ուստեղ ոչ մեկ չի կարող ասի, որ իրանց աչքերում են, հա, այդ արևմուտքն է, կեղտոտ, լավը չի, իրանց խանգարում են, չէ, այդպես բան չկա։ Ոչ մի բան չկա։ Այս բաններ եմ ուզում նայեք, էլի, Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեկը հայկական եկեղեցի է նկարել։ This has to be the most surprising thing I've seen in the whole of Iran. My Western perception might have led me to believe. Սա ամերիկացի լրագրողը, որը Իրանում հայկական եկեղեցի է մտել։ Նա դու գույները նայեք, մեծությունը։ There was little space for other religions in Iran. Ասում ես մինչև Իրան գալը ես չգիտեի, որ Իրանում կրոնական փոքրամասնությունները բան ունեն, այսքան ազատություններ ունեն, սա ասում է հայկական եկեղեցի է, դուք գույները նայեք, մեծությունները նայեք, որտեղ ասում է հայկական թեմատիկան մի քիչ խառնված է բան իրանական ոնց որ էլեմենտների ճաշակի գույների բանի հետ։ Դա ճշմարտություն կա, տեսեք, թեմատիկան ամբողջը բան է, քրիստոնեական է, բայց որ նայում ես գույների բանի մեջ, մանր նախշերի մեջ, ամերիկում իրանական այդ մանրանկարչությունը
մեջ երևում է, բայց դա չի խանգարում, ինքը շատ սիրուն է։ Սա Իրանում է մնացել։ Ուզում եմ իմանալ մենք այս բան ունենք Ռուսաստանում։ Այսինքն մենք էլ Ռուսաստանում ապրում ենք այնքան, որքան ինչքան ապրում ենք Իրանում։ Մենք ունենք Ռուսաստանում հին համայնքներ, շատ, բայց sense բան չունենք մենք այնտեղ։ Սա ոչ լավ է, ոչ վատ է։ Սա ոչ մեկին ոչ գովելու համար է, ոչ նվաստացնելու համար, սա փաստն է ուղղակի։ Ու մեր ինքնաճանաչման համար մենք պետք է սա իմանանք, ումից ինչ վերցնենք, ում հետ ինչ ձևերի մեջ շփվենք, ով ինչ կարող է տա, ով ինչում կարող խանգարի։ Որտեղ մենք այս բաները չիմանանք, էլի այս sense մտածելով ասենք ռուսը մեր բարեկամն է ու վերջ իր հետ պետք է գիտություն զարգացնենք, առևտուր զարգացնենք, տնտեսություն, բանակի շինություն, մենք կպարզվի նույն վիճակում ենք լինելու։ Մեր հրթիռները տեղ չեն հասնելու, աչքերը պայթելու են հրանոթների մեջ, մեր մեքենաները լինելու են 0.6 կամ 0.1 կամ տյունինգ արած 0.6 նիվա մաքսիմում, հասկանում եք։ Իսկ գնացեք Իրան, իրենք ամեն ինչ են աշխատում, ամեն ինչ արտադրում են հզոր բեռնատարներից սկսած մինչև մաղթատան մեքենաներ։ Միշտ Peugeot կամեր։ Ինչ եմ ուզում ասեմ, մենք պետք է հասկանանք ու որտեղ ենք մենք, ում հետ ինչ հարաբերությունների մեջ ինչ ֆորմատով կարող ենք շփվել, հաշվի առնելով անպայման այս պատմական հանգամանքները, այս փորձի փոխանակումը, այ միջելոց ես ասեմ, Սովետում ինչև որ ստեղծվել է գրյուի ռազվետկի արդյունքում ես էլ ասեմ, սանով եզրափակենք։ Նախարարները ում ինչա պետք եղել, մատերիալ, ներք, չգիտեմ ինչ որ բան, եկել են, պատվերը դրել են գրյուի դեմ, ասել են մեզ այս տեխնոլոգիան է պետք։ Գնաք թի ոնց ուզում ես։ Գնացեն բերել են։ Սա չի նշանակում, որ սովետական գիտնականները ապաշնոր են եղել։ Չէ։ Համակարգը չի եղել։ Համակարգ, որ նա թույլ կտար արտադրել, այդ նոր մեթոդները կիրառել, այդ թալան բանը, այդ բեզալաբրմսը, մի խոսքով այդ սովետական համակարգը չէր կարող դա անել, ուղղակի չէր կարող դա անել, շատ անկախնանից ինչքան տաղանդավոր կարող են լինել սովետական գիտնականները, բայց փաստն եմ ասում դες, ինչ որ իրաց պետք է եղել, ծերը բանը, ատոմային ռումբի բաներից սկսած, մինչև ջրածնային ռումբի տեխնոլոգիաները, սա գողացվել, մեր հայերն են գողացել բերել սովետական միություն։ Իսկ վերջում ուզում եմ որպես անթոփիչ մաս լսել մեր հոգեբանին։ Շատ կարևոր։ Այնպես ինչպես ես չեմ աշխատում պետոֆիլների հետ, այնպես ինչպես ես չեմ աշխատում պետոֆիլների հետ, այնպես ես չեմ աշխատում Նիկոլի ընտրազանգվածի հետ։ Եկեք գնանք մանրամասնում եմ։ Նիկոլի ընտրազանգվածը ինձ համար բաժանվում է երկու կատեգորիաների։ Առաջին խմբում են հոգով չարչի եւ ինտելեկտով ցածր մարդիկ։ Երկրորդ խմբում են հոգով չարչի ու սրբություն չունեցող մարդիկ։ Առաջին տարբերակում, որտեղ չկա ինտելեկտ կամ ինտելեկտը շատ ցածր մակարդակի վրա է, նրանք չեն էլ գալիս հասնում են գիտակցմանն ու գաղափարին, որ իրենց անհրաժեշտ է հոգեթերապևտ։ Երկրորդ խմբի մարդկանց էլ անգամ ծանոթի միջոցով չեմ ընդունում, որովհետև համարում եմ անարժան, քանի որ սրբություններ չունեցող անձը ինձ համար դասվում է անարժանների շարքում, դե որովհետև չի կարող 5000 եւ ավել զոհերը, հանձնած Արցախը, պետականության կորստի վտանգի տակ գտնվող հայրենիքը արժեք չհամարող զանգվածը հայտնվել իմ կաբինետում։ Վերջի վերջ։ Ոչ միայն իր կաբինետում, մեր շրջապատում, մեր միջավայրում, մեր ու մենք կարող ենք բարև տալ, ժպտալ, չի կարող։ Այ հենց մենք այս սկզբունքայնությամբ ապրենք, մաքրենք մեր միջավայրը, այդ մնացածը, այն տառականներին կփախնենք։ Գիտեք, ասենք, եթե ուզում եք ձեր տան մեջ տառական չլինի, ընդհանրապես պետք է տունը մաքուր պահել։ Վերջ։ Եթե այդ կեղտը չկա, ինչի՞ վրա գալու է։ Մի քիչ ավելի մեծ իմաստով եմ ասում։ Ետ բաները, խավարասարները գալիս են այնտեղ, որտեղ իրենց միջավայրն է։ Իրանք չոր մաքուր միջավայրում անելիք չունեն, ոչ առնետները, ոչ տառականները։ Հենց դուք սկսում եք մաքրել, այդ տառականները հաղթում են, անելիք չունեն այնտեղ։ Ու ես լրիվ համաձայն եմ իր հետ։
Սա ոչ միայն մասնագիտական ոլորտում ապեք, անձնական հիգիենա է դա։ Անձնական մթնոլորտը ում հետ է շփվում։ Դա անձնական հիգիենա է, որտեղ ում հետ շփվում ես, դու դառնում ես քիչ-քիչ նրան նման։ Դա փոխադարձ ազդեցություն է։ Չէ, ես նրանց պաշտպանում եմ իմ բացասական հուզական ապրումներից, որովհետև նրանք ինձ համար ընտրազանգված է, ինձ համար գտնվում են նույն հարթության վրա, ինչպես պետոֆիլները, ու նույն բացասական հուզական ապրումներն եմ ես զգում նրանց հանդեպ, ինչպես պետոֆիլների հանդեպ։ Դիսկրիմինացիայի եմ ենթարկում, խտրականություն եմ դնում, դե հա, Ես եմ հրամաչում, դե չէ։ Ես եմ։ Այո, դա դիսկրիմինացիա է, այո, դա խտրականություն է, բայց ոնց որ մարմինը մաքուր պահելը, ոնց որ հոգի մաքուր պահելը, ականջը մաքուր պահելը, ականջի նկատմամբ ինչ ես լսում, ինչ ես ուտում, դուք ամեն ինչ չեք լսում, ամեն ինչ չեք ուտում, չէ՞։ Այն նույն ձևի պետք է միջավայրը մաքուր լինի։ Դիսկրիմինացիա է դա ուտելիքի նկատմամբ ամեն ինչ չուտելը, հա։ Դիսկրիմինացիա դա երաժշտության նկատմամբ ամեն ինչ չլսելը, այո։ Դիսկրիմինացիա է դա որ ձեր շրջապատում ամեն մարդ չլինի, այո, բայց դա է մաքուր եւ առողջ միջավայր ստեղծելու նախապայմանը։ Կամք եւ սկզբունքայնություն։ Եվ քիչ-քիչ կստեղծենք մեր պատկերացած փոքրիկ միջավայրները, որը շատանալով դառնալու երկիր, հասարակություն։ Այսօր այսքանը, լավ մնացեք։